Պատկերացրեք իշխանություն, որը ծնվում է ոչ թե խաղաղ ժառանգման, այլ ներսից ճեղքված համակարգի ճնշման տակ։ Մի կողմում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, որը Ղարաբաղյան կարգավորման հարցում պաշտպանում էր մի ուղղություն, մյուս կողմում Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան և Սերժ Սարգսյան, որոնք այդ գծին հակադրվեցին, բացահայտորեն, կոշտ, առանց հետ քայլի։ Այդ պահից սկսած Հայաստանի քաղաքական քարտեզի վրա հայտնվեց մի եռանկյունի, որի ներսում վստահությունը երբեք այլևս չէր կարող լինել պարզ, որովհետև իշխանության գալու ճանապարհը արդեն անցել էր ներիշխանական ճեղքման միջով։ Հաստատված փաստ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց 1998 թվականի փետրվարին, Ղարաբաղյան կարգավորման շուրջ առաջացած սուր հակասությունների ֆոնին։ Հաստատված փաստ է նաև, որ այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանը եղել էին այն առանցքային գործիչների շարքում, որոնք դեմ էին նախագահի մոտեցումներին։ Այդ պահին նրանք թվում էին մեկ ճամբարի մարդիկ, նրանց միավորում էր պատերազմից եկող տրամաբանությունը, անվտանգության լեզուն, Ղարաբաղի հարցում զիջումների հանդեպ խոր անվստահությունը և իշխանության պահը չկորցնելու բնազդը։ Բայց քաղաքական դաշինքներում ամենավտանգավորն այն չէ, երբ մարդիկ բացահայտ թշնամիներ են։ Ամենավտանգավորը այն պահն է, երբ երեկվա դաշնակիցները սկսում են հասկանալ, որ իրենց նպատակները այլևս նույնը չեն։ Ռոբերտ Քոչարյանը բարձրանում էր դեպի նախագահի պաշտոնը որպես Ղարաբաղից եկած առաջնորդ, որպես կոշտ բանակցող, որպես մարդ, որի շուրջ ձևավորվում էր նոր իշխանական համակարգ։ Վազգեն Սարգսյանը հակառակ կողմից ոչ միայն պաշտպանության նախարար էր, նա պատերազմի խորհրդանիշ էր, բանակի ստեղծման գլխավոր դեմքերից մեկը, երկրապահի հենարան ունեցող մարդ, որի անունը միայն քաղաքական չէր, այլ նաև հոգեբանական ազդեցություն ուներ ամբողջ համակարգի վրա։ Եվ ահա այստեղ սկսվում է առաջին լուր հարցը։ Եթե Վազգեն Սարգսյանը աջակցեց Քոչարյանի իշխանության գալուն, ապա ինչու ընդամենը 1 տարի անց նա գնաց Քոչարյանի նախկին գլխավոր մրցակցի Կարեն Դեմիրճյանի հետ դաշինքի ճանապարհով։ Հաստատված փաստերի շերտը այստեղ պարզ է։ 1998 թվականի մարտի արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը երկրորդ փուլում հաղթեց Կարեն Դեմիրճյանին։ Ըստ պաշտոնական տվյալների, Քոչարյանը ստացել էր 59,8%, Դեմիրճյանը 40,52%։ Բայց միջազգային դիտորդները արձանագրել էին լուրջ խախտումներ և մտահոգություններ ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ։ Սա նշանակում էր, որ Դեմիրճյանը պարտվելով հանդերձ չէր վերացել քաղաքականությունից։ Նա մնացել էր ոչ միայն նախկին ղեկավար, ոչ միայն խորհրդային Հայաստանի երկարամյա առաջին դեմք, այլ նաև զանգվածային ընտրազանգված ունեցող գործիչ։ Կարեն Դեմիրճյանը Հայաստանի քաղաքական հիշողության մեջ առանձնահատուկ կերպար էր։ Նա ղեկավարել էր խորհրդային Հայաստանը 1974-ից մինչև 1988 թվականները։ Նրա անունը շատերի համար կապվում էր կարգուկանոնի, արդյունաբերության, կանխատեսելի կյանքի, սոցիալական կայունության, հին պետության ծանր ու դանդաղ, բայց հասկանալի մեքենայի հետ։ Անկախության առաջին տասնամյակի տնտեսական ցնցումներից, պատերազմի հետևանքներից, շրջափակումից և սոցիալական բևեռացումից հոգնած հասարակության մի հատվածի համար Դեմիրճյանը ոչ թե պարզապես քաղաքական թեկնածու էր, այլ հիշողության վերադարձ։ Վազգեն Սարգսյանը դա չէր կարող չհասկանալ։ Նրա ուժը այլ բնույթի էր։ Նա չէր ներկայացնում նոստալգիա, նա ներկայացնում էր պատերազմը, հաղթանակը, բանակը, հրամանատարական վճռականությունը, այն կոշտ պետականությունը, որը ծնվել էր կրակի, սովի, անորոշության և գոյատևման զգացումից։ Բայց ռազմական հեղինակությունը միշտ չէ, որ բավարար է քաղաքացիական լեգիտիմության համար։ Բանակը կարող է հաղթել պատերազմ, բայց ընտրազանգվածը պահանջում է հաց, աշխատավարձ, արժանապատվություն, սոցիալական արդարություն և մի տեսակ վստահություն, որ պետությունը միայն հրաման չէ, այլ նաև տուն։ Այստեղ է, որ Դեմիրճյանը Սարգսյանի համար դառնում էր ոչ թե անցյալի մարդ, այլ ապագայի բանալի։ Վարկածների շերտում սա կարելի է ձևակերպել այսպես. Վազգեն Սարգսյանը կարող էր հասկանալ, որ Դեմիրճյանին ավելի լավ է ունենալ կողքին, քան դիմացը։ Այս վարկածը հենվում է քաղաքական տրամաբանության վրա և հիշատակվում է նաև 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ամերիկյան դիտարկումներում։ Դեմիրճյանը, եթե մնար առանձին և ընդդիմադիր, կարող էր դառնալ վտանգավոր կենտրոն թե Սարգսյանի, թե Քոչարյանի համար։ Բայց եթե նա մտներ դաշինքի մեջ, նրա զանգվածային աջակցությունը կդառնար ընդհանուր ուժի մաս։ Այն, ինչ հետագայում ոմանք կկոչեին դավաճանություն Քոչարյանին, փաստական լեզվով ավելի զգույշ է հնչում։ Սարգսյանը փոխեց քաղաքական հաշվարկը։
Նա Քոչարյանի նախկին մրցակցին դարձրեց իր գործընկերը եւ այդ քայլով ստեղծեց այնպիսի բևեռ, որը կարող էր սահմանափակել նախագահի մանևրային դաշտը։ Սա պետք է հստակ ասել հենց սկզբից։ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի դաշինքը գաղտնի չէր։ Այն հրապարակային հայտարարվեց 1999 թվականի մարտի 30-ին եւ հայտնի դարձավ որպես միասնություն դաշինք։ Հաստատված փաստ է, որ այդ մասին գրեց Առավոտը, եւ հրապարակման մեջ նշվում էր, որ Հանրապետական կուսակցությունը եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը երկրապահ կամավորականների միության աջակցությամբ ձևավորում են դաշինք։ Նույն հրապարակման համաձայն ցուցակի առաջին 3 անուններն էին Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան, Ֆադեյ Սարգսյան։ Այս մանրուքը կարող է թվալ միայն տեխնիկական, բայց քաղաքականության մեջ առաջին անունը երբեմն ավելի բարձր է խոսում, քան ամբողջ ծրագիրը։ Ցուցակի առաջինը Դեմիրճյանն էր, ոչ թե Սարգսյանը։ Պատերազմի մարդը, ուժային համակարգի ծանր կենտրոնը, համաձայնում էր առաջին տեղը զիջել նախկին խորհրդային ղեկավարին։ Ինչու՞։ Որովհետև Դեմիրճյանը տալիս էր այն, ինչ Սարգսյանը չէր կարող ամբողջությամբ ստանալ միայն իր ռազմական հեղինակությամբ, քաղաքացիական լայնություն, ավագ սերնդի վստահություն, սոցիալական հիշողության կապիտալ։ Իսկ Դեմիրճյանը ինչ էր ստանում։ Նա ստանում էր վերադարձի անվտանգ ճանապարհ։ 1998 թվականի նախագահական ընտրություններից հետո նա կարող էր մնալ որպես վիրավորված մրցակից, որպես ընդդիմադիր ծանրաբեռնված խորհրդանիշ, որպես մարդ, որի շուրջ կարող էին հավաքվել Քոչարյանից դժգոհ անվածները։ Բայց Սարգսյանի հետ դաշինքը նրան տալիս էր պետական համակարգի ներսից վերադառնալու հնարավորություն։ Նա այլևս միայն պարտված թեկնածու չէր, նա դառնում էր հաղթանակի հավակնող դաշինքի առաջին դեմքը։ Այստեղից էլ սկսվում է Հայաստանի 1999 թվականի գլխավոր քաղաքական առեղծվածը։ Միասնություն անունը կրող դաշինքը իրականում միավորում էր հասարակության երկու տարբեր հիշողություններ՝ խորհրդային կարգուկանոնի կարոտը եւ պատերազմական հաղթանակի ուժային լեգիտիմությունը։ Բայց այդ միավորումը, որքան էլ հանրային էր, ուներ չբարձրաձայնված հետևանք։ Այն փոխում էր իշխանության ներսի հավասարակշռությունը։ Հաստատված փաստերի լեզվով դաշինքը ձևավորվեց հրապարակային։ Վարկածների լեզվով դրա քաղաքական հետևանքներից մեկը Ռոբերտ Քոչարյանին հավասարակշռելն էր։ Գեղարվեստական, ոչ փաստական պատկերով կարելի է ասել, որ Վազգեն Սարգսյանը նախագահին չհարվածեց մթության մեջ։ Նա նրա դիմաց կանգնեցրեց ամբիոն, խորհրդարան, վարչապետի աթոռ եւ Դեմիրճյանի անունը։ Բայց սա գեղարվեստական ձևակերպում է, ոչ ապացուցված փաստ։ Փաստը այն է, որ Ռոբերտ Քոչարյանը 1999 թվականի գարնանը տեսնում էր մի նոր միավորում, որի երկու առաջնորդներից մեկը իր նախկին հիմնական մրցակիցն էր, մյուսը այն մարդը, որի աջակցությամբ իր իշխանությունը ամրացել էր նախորդ ճգնաժամից հետո։ Եվ եթե քաղաքականության մեջ կան պահեր, երբ քարտեզը փոխվում է առանց կրակոցի, ապա սա հենց այդպիսի պահ էր։ Միասնություն բառը հնչում էր խաղաղ, գրեթե բուժիչ, բայց երբեմն ամենախաղաղ բառերն են ծածկում ամենախորը ճեղքերը։ Գլուխ երկրորդ։ Դաշինք, որը անունով միասնություն էր, հետևանքով բաժանարար գիծ 1999 թվականի գարնան Երևանը քաղաքականորեն նման էր փակ սենյակի, որտեղ բոլորը գիտեին, որ օդը փոխվել է, բայց դեռ ոչ ոք չէր ուզում բացել պատուհանը։ Դեմիրճյանի վերադարձը իշխանության դաշտ, Սարգսյանի հետ նրա միավորումը, Հանրապետական կուսակցության եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության համատեղ հայտը, երկրապահի աջակցությունը, այս ամենը միայն նախընտրական տեխնոլոգիա չէր։ Դա նոր իշխանական ճարտարապետություն էր։ Հաստատված փաստ է, որ միասնություն դաշինքի հրապարակային հայտարարության մեջ շեշտվում էին սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս գալու անհրաժեշտությունը, ազգային միասնության գաղափարը, օրենքի գերակայությունը, սոցիալական բևեռացման վտանգը եւ Արցախի հարցի արդարացի լուծումը։ Այսինքն դաշինքը պաշտոնական լեզվով չէր ներկայանում որպես Քոչարյանի դեմ ճակատ։ Այն չէր ասում. մենք գալիս ենք սահմանափակելու նախագահին։ Այն չէր ասում. մենք վերադասավորում ենք իշխանությունը։ Այն ասում էր. պետք է միասնություն, պետք է օրենք, պետք է սոցիալական ճգնաժամի հաղթահարում։ Բայց քաղաքական փաստաթղթերը հաճախ չեն ասում ամենակարևորը։ Դրանք ասում են այն, ինչ պետք է լսի ժողովուրդը, իսկ իրական հետևանքը երևում է միայն հետո, երբ պաշտոնները բաշխվում են, մանդատները հաշվվում են եւ պետության ներսում ուժային կենտրոնները տեղավորվում են նոր դիրքերում։ Հաստատված փաստ է, որ 1999 թվականի մայիսի 30-ին տեղի ունեցան ազգային ժողովի ընտրությունները։ Դրանք անցկացվեցին խառը համակարգով,
131 падգամավորի կազմով, որոնցից 75-ը ընտրվում էին մեծամասնական, իսկ 56-ը համամասնական կարգով։ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն համամասնական 56 մանդատից 29-ը հատկացվեց Միասնություն դաշինքին։ Մեդիամաքսի հետահայաց ամփոփման համաձայն դաշինքը ստացել էր 41,69% և 29 մանդատ համամասնական ցուցակով։ Սա արդեն ոչ թե պարզապես հաղթանակ էր, այլ իշխանության նոր լեզու։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքում Միասնությունը դարձավ գլխավոր ուժը, իսկ հետո տեղի ունեցավ այն, ինչ ամբողջացրեց պատկերը։ Վազգեն Սարգսյանը նշանակվեց վարչապետ, Կարեն Դեմիրճյանը դարձավ ազգային ժողովի նախագահ։ Հաստատված փաստ է, որ Վազգեն Սարգսյանը վարչապետ նշանակվեց 1999 թվականի հունիսի 11-ին։ Հաստատված փաստ է նաև, որ Դեմիրճյանը դարձավ ազգային ժողովի նախագահ։ Այսպիսով, պետության մեջ ձևավորվեց մի իրավիճակ, որը կարելի է անվանել երկկենտրոն իշխանություն։ Մի կողմում նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, սահմանադրականորեն ուժեղ պաշտոնով, մյուս կողմում կառավարություն և խորհրդարան ունեցող զույգը Վազգեն Սարգսյան և Կարեն Դեմիրճյան։ Այստեղ է, որ գաղտնի դաշինք ձևակերպումը դառնում է ոչ ճշգրիտ, բայց դրամատիկական առումով հասկանալի։ Դաշինքը գաղտնի չէր, գաղտնի կարող էին լինել միայն դրա իրական սպասելիքները, ապագա հաշվարկները, միմյանց նկատմամբ անվստահությունները, չասված նները, չասված սահմանները և այն հարցը, թե ով ում համար է ժամանակավոր գործընկեր, իսկ ով ապագա մրցակից։ Վարկածներից մեկը ասում է, որ Միասնությունը ստեղծվեց Քոչարյանին քաղաքականապես հավասարակշռելու կամ սահմանափակելու համար։ Այս վարկածը փաստաթղթային ուղիղ ապացույց չունի այն իմաստով, որ չկա հրապարակված փաստաթուղթ, որտեղ Սարգսյանը կամ Դեմիրճյանը ասում են, դաշինքի նպատակը Քոչարյանին հեռացնելն է կամ նրա իշխանությունը կոտրելը։ Բայց վարկածը ունի ամուր քաղաքական հիմք։ Դեմիրճյանը Քոչարյանի նախկին մրցակիցն էր, Սարգսյանը սկզբում աջակցել էր Քոչարյանի վերելքին։ Դաշինքը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, Սարգսյանը դարձավ վարչապետ, Դեմիրճյանը խորհրդարանի նախագահ։ Այս զույգը ստացավ այնպիսի դիրքեր, որոնք միասին կարող էին նախագահի համար դառնալ լուրջ հակակշիռ։ Քոչարյանի համար սա վտանգավոր էր մի քանի պատճառով։ Նախ, նա այլևս չէր կարող ամբողջական հանգստությամբ թելադրել քաղաքական օրակարգը։ Վարչապետը ոչ թե տեխնիկական պաշտոնյա էր, այլ Վազգեն Սարգսյանը, սեփական ուժային հեղինակությամբ, բանակային կապերով, երկրապահի ազդեցությամբ և հաղթական պատերազմի խորհրդանշի կարգավիճակով։ Երկրորդ, ազգային ժողովի նախագահը ոչ թե պատահական կուսակցական էր, այլ Կարեն Դեմիրճյանը, այն մարդը, որը 1 տարի առաջ նախագահական ընտրություններում կանգնել էր Քոչարյանի դիմաց և հավաքել զանգվածային աջակցություն։ Երրորդ, Սարգսյան-Դեմիրճյան զույգը եթե պահպանվեր և ամրապնդվեր, կարող էր ապագայում դառնալ նախագահական այլընտրանք։ Սա հաստատված ապագա ծրագիր չէ, սա վարկած է։ Բայց քաղաքականության մեջ ամենամեծ վախերը հաճախ ծնվում են ոչ թե այն բանից, ինչ արդեն գրված է փաստաթղթում, այլ այն բանից, ինչ հնարավոր է դառնում վաղը։ Եվ այստեղ պետք է զգույշ լինենք դավաճանություն բառի հետ։ Դրամատուրգիական լեզվով կարելի է ասել, ընկերը դարձավ հակակշիռ, բայց փաստական լեզվով ավելի ճիշտ է ասել, Սարգսյանը, որը նախկինում աջակցել էր Քոչարյանին, 1999 թվականին ընտրեց նոր քաղաքական հաշվարկ և միավորվեց Քոչարյանի նախկին մրցակցի հետ։ Դա պարտադիր չէ, որ նշանակում էր անձնական դավաճանություն։ Դա կարող էր լինել իշխանության հավասարակշռության դասական քայլ։ Բայց հենց այդպիսի քայլերն են, որ քաղաքական համակարգում ընկալվում են ամենավտանգավոր կերպով, որովհետև դրանք չեն հարվածում միայն մեկ անձի, դրանք փոխում են ամբողջ կառուցվածքը։ Հաստատված փաստերի շերտում մենք ունենք հետևյալը. Միասնությունը հաղթեց ընտրություններում, ստացավ ամենամեծ համամասնական արդյունքը, Սարգսյանը դարձավ վարչապետ, Դեմիրճյանը ազգային ժողովի նախագահ և Հայաստանի իշխանական համակարգում ձևավորվեց կառավարություն խորհրդարանային հզոր բևեռ։ OCEC/ODIHR-ը 1999 թվականի ընտրությունները համարեց քայլ առաջ ԵԱՀԿ պարտավորությունների կատարման ուղղությամբ, բայց միաժամանակ արձանագրեց, որ լուրջ խնդիրներ պահպանվում էին։ Այսինքն, նոր իշխանական բևեռը ձևավորվեց մի ընտրական միջավայրում, որը ավելի լավն էր նախորդների համեմատ, բայց ոչ անթերի։ Վարկածների շերտում մենք ունենք մի ավելի բարդ պատկեր։ Սարգսյանը կարող էր Դեմիրճյանին ընտրել, որովհետև նա պետք էր որպես զանգվածային լեգիտիմության աղբյուր։ Դեմիրճյանը կարող էր համաձայնել, որովհետև Սարգսյանի հետ դաշինքը նրան վերադարձնում էր իշխանության վերին հարկ։
իսկ Քոչարյանը կարող էր այդ միավորումը դիտարկել ոչ միայն որպես նախընտրական դաշինք, այլ որպես ապագա սահմանափակում իր իշխանության համար։ Գեղարվեստական, ոչ փաստական պատկերով կարելի է պատկերացնել փակ խոսակցություն, որտեղ որևէ մեկն ասում է. Եթե Դեմիրճյանը մեր կողքին չէ, նա մեր դեմ է, իսկ եթե նա մեր կողքին է, ապա մենք ունենք ժողովուրդը։ Կարելի է պատկերացնել մեկ այլ սենյակ, որտեղ մեկ ուրիշը լուռ հաշվում է, թե նախագահի ձեռքում ինչ է մնում, երբ վարչապետը Վազգեն Սարգսյանն է, իսկ խորհրդարանի նախագահը Դեմիրճյանը։ Բայց սա գեղարվեստական ենթադրություն է, ոչ փաստ։ Մենք չունենք այդ խոսակցությունների արձանագրությունները, մենք ունենք միայն հետևանքները, իսկ հետևանքները խոսում էին իրենց լեզվով։ Միասնությունը անունով խոստանում էր հավաքել երկիրը, բայց իշխանության ներսում այն գծում էր նոր բաժանարար գիծ։ Դեմիրճյանը խորհրդանշում էր քաղաքացիական լայն աջակցություն և հին կառավարման փորձ։ Սարգսյանը ուժ, բանակ, պատերազմից եկած վստահություն։ Քոչարյանը նախագահական կենտրոն, Ղարաբաղյան քաղաքական կոշտ գիծ և նոր իշխանական համակարգի վերին հանգույց։ 3 անուն, 3 տարբեր լեգիտիմություն, 1 փոքր պետություն և չափազանց քիչ տարածք այդքան ծանր կենտրոնների համար։ Այդ ամռանը արտաքինից Հայաստանը կարող էր թվալ կայունացող երկիր։ Ընտրությունները անցել էին, կառավարությունը ձևավորվել էր, խորհրդարանը աշխատում էր, պաշտոնները բաշխված էին։ Բայց ներսում արդեն ծնվել էր հարցը, որը հետագայում դարձավ ամբողջ պատմության մութ միջուկը։ Եթե իշխանության իրական ծանրությունը տեղափոխվում էր դեպի վարչապետ և ազգային ժողովի նախագահ, ապա ով էր պատրաստվում համակերպվել այդ նոր հավասարակշռության հետ, իսկ ով ոչ։ Այս հարցին փաստաթղթերը ամբողջությամբ չեն պատասխանում, բայց այդ հարցը մնաց օդում։ Եվ երբ հարցերը մնում են օդում, պատմությունը երբեմն պատասխանում է ոչ թե խոսքով, այլ ճեղքումով։ Գլուխ 3. Օրը, որից հետո հարցերը չվերջացան։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը սկսվեց որպես սովորական քաղաքական օր, բայց դարձավ այն սահմանագիծը, որից հետո Հայաստանի նորագույն պատմության մեջ ոչ մի բացատրություն այլևս լիարժեք չթվաց։ Ազգային ժողովում ընթանում էր կառավարություն խորհրդարան հարցուպատասխանը։ Դա պետության ամենահրապարակային ձևաչափերից մեկն էր՝ վարչապետը, նախարարները, պատգամավորները, ամբիոնը, հարցեր, պատասխաններ, քաղաքական առօրյայի սովորական լարվածություն։ Եվ հենց այդտեղ, հենց այդ պետական հրապարակայնության սրտում տեղի ունեցավ այն, ինչ հետագայում վերածվեց ոչ միայն քրեական գործի, այլ ազգային անվստահության երկար ստվերի։ Հաստատված փաստ է, որ այդ օրը Նաիրի Հունանյանի գլխավորած զինված խումբը ներխուժեց ազգային ժողովի նիստերի դահլիճ։ Հաստատված փաստ է, որ ողբերգականորեն ընդհատվեց 8 պաշտոնյաների ճանապարհը՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Հենրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի և Միքայել Քոթանյանի։ Հաստատված փաստ է նաև, որ Ռոբերտ Քոչարյանը բանակցում էր զինված խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի հետ պատանդների ազատման և հանձնվելու շուրջ։ Այստեղ պետք է կանգ առնել և բաժանել փաստը վարկածից։ Փաստն այն է, որ այդ օրը Հայաստանի վարչապետը և ազգային ժողովի նախագահը հեռացվեցին քաղաքական դաշտից ամենաողբերգական ձևով։ Փաստն այն է, որ նրանք հենց այն երկու գործիչներն էին, որոնք ամիսներ առաջ ձևավորել էին Միասնություն դաշինքի առանցքը և ստեղծել կառավարություն խորհրդարանային ուժային կենտրոն։ Փաստն այն է, որ դատարանը հետագայում դատապարտեց Նաիրի Հունանյանին և խմբի անդամներին, բայց փաստ չէ այն, որ այդ ամենը կազմակերպվել էր Քոչարյանի կամ նրա շրջապատի կողմից։ Դա դատական կարգով ապացուցված չէ։ Փաստ չէ նաև այն, որ Միասնության ձևավորումն ուղղակի պատճառ էր հարձակման համար։ Դա քաղաքական վարկած է, ոչ հաստատված եզրակացություն։ Բայց հենց այստեղ է սկսվում առեղծվածը, որովհետև երբ պետության ներսում ձևավորվում է նոր ուժային բևեռ, և ընդամենը ամիսներ անց այդ բևեռի երկու գլխավոր դեմքերը ողբերգաբար հեռանում են, հասարակությունը հազվադեպ է բավարարվում միայն կատարողների անուններով։ Մարդիկ սկսում են հարցնել. «Cui bono», ում էր դա ձեռնտու։ Ով շահեց այն բանից, որ Վազգեն Սարգսյանն այլևս վարչապետ չէր, Կարեն Դեմիրճյանը այլևս խորհրդարանի նախագահ չէր, և Միասնության կենդանի առանցքը վերացավ մեկ հարվածով։ Այս հարցը պատասխան չէ, սա վարկածների դուռ է, բայց այդ դուռը Հայաստանում երբեք ամբողջությամբ չփակվեց։ Հաստատված փաստ է, որ 2003 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանի կենտրոն և Նոր Քմարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը դատավճիռ հրապարակեց։ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը,
Էդուարդ Գրիգորյանը, Դերենիկ Բեջանյանը, Վռամ Գալստյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման, իսկ Համլետ Ստեփանյանը 14 տարվա ազատազրկման։ Դատավճիռը պատժեց անմիջական կատարողներին, բայց հանրային ընկալման մեջ մնաց ավելի ծանր հարցը. արդյոք եղել են կազմակերպիչներ, դրդիչներ, պատվիրատուներ կամ ավելի բարձր մակարդակի հովանավորներ։ Այս հարցը միայն հրապարակախոսական կան չմնաց։ Հաստատված փաստ է, որ 2019 թվականի դեկտեմբերին զոհերից Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանի և նրա ներկայացուցիչների բողոքի հիման վրա գործի անջատված և կարճված մասը նորից ուղարկվեց քննության։ Հաստատված փաստ է նաև, որ հետագայում դատախազությունը հայտարարեց այդ ուղղությամբ վարութային գործողությունների մասին, իսկ ավելի ուշ նշվեց, որ վերաբացված քննությունը ակտիվ փուլում է։ Այսինքն նույնիսկ պետության պաշտոնական ընթացակարգերի մակարդակում հոկտեմբերի 27-ի պատմությունը ամբողջությամբ փակված չէ։ Դատարանը տվել է պատասխան կատարողների վերաբերյալ, բայց հնարավոր կազմակերպիչների հարցը շարունակել է ապրել իրավական և հանրային հարթություններում։ Վարկածներից մեկը կապում է հոկտեմբերի 27-ը ներիշխանական պայքարի հետ։ Այս վարկածի հիմքում դրվում է այն փաստը, որ այդ օրը հեռացվեցին հենց այն երկու գործիչները, որոնք ձևավորում էին Քոչարյանի նախագահական կենտրոնին հակակշիռ հանդիսացող առանցք։ Այս վարկածի կողմնակիցները նշում են նաև, որ հետագայում Քոչարյանի իշխանական դիրքերը ամրապնդվեցին, բայց սա վարկած է։ Դատական մակարդակով Քոչարյանի մասնակցությունը ապացուցված չէ։ Մեկ այլ վարկած կապում է այդ իրադարձությունները Ղարաբաղյան կարգավորման գաղտնի ճնշումների, մասնավորապես Մեղրիի տարբերակի շուրջ խոսակցությունների հետ։ Ըստ այդ վարկածի, որոշ քննարկումներ կարող էին ստեղծել ծանր հակասություններ Հայաստանի ղեկավարության ներսում, և Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կարող էին դեմ լինել որոշ հնարավոր փոխանակումների կամ լուծումների։ Այս մասին տարիներ շարունակ խոսել են տարբեր գործիչներ, այդ թվում Անահիտ Բախշյանը։ Բայց այստեղ էլ պետք է կրկնել. ամբողջական պաշտոնական արձանագրությունները հանրությանը հասանելի չեն կամ վիճարկվում են, իսկ հոկտեմբերի 27-ի և Մեղրիի տարբերակի միջև ուղիղ պատճառահետևանքային կապը դատական մակարդակով ապացուցված չէ։ Կա նաև արտաքին հետքի վարկածը։ Այն կապվում է այն մտքի հետ, որ հարձակումը կարող էր խափանել տարածաշրջանային խաղաղ գործընթացը կամ ծառայել արտաքին ուժերի շահերին։ Որոշ միջազգային դիտորդներ արդեն հաջորդ օրը մտահոգություն էին հայտնում, որ տեղի ունեցածը կարող էր ապակայունացնել Հայաստանը կամ խափանել Ղարաբաղյան կարգավորման սպասվող գործընթացները։ Հետագայում հնչեցին նաև ռուսական հատուկ ծառայությունների վերաբերյալ մեղադրանքներ, այդ թվում Ալեքսանդր Լիտվինենկոյի կողմից, սակայն այդ պնդումները ապացույցներով չեն հաստատվել և պաշտոնապես ապացուցված չեն։ Այսպիսով մենք ունենք 3 շերտ։ Առաջին շերտը հաստատված փաստերն են։ Դաշինքը գաղտնի չէր, այլ հրապարակային։ Այն ձևավորվեց 1999 թվականի մարտի 30-ին։ Միասնությունը հաղթեց մայիսի 30-ի խորհրդարանական ընտրություններում։ Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ, Կարեն Դեմիրճյանը ազգային ժողովի նախագահ։ Հոկտեմբերի 27-ին նրանց և ևս 6 պաշտոնյաների ճանապարհը ողբերգաբար ընդհատվեց ազգային ժողովում։ Դատարանը դատապարտեց կատարողներին։ Գործի անջատված մասը հետագայում վերաբացվեց։ Երկրորդ շերտը քաղաքական վարկածներն են։ Մեկ վարկածի համաձայն Սարգսյան-Դեմիրճյան դաշինքը ստեղծվեց Քոչարյանի իշխանությունը հավասարակշռելու համար։ Մեկ այլ վարկածի համաձայն Սարգսյանը Դեմիրճյանին ընտրեց, որովհետև ավելի լավ էր նրան ունենալ որպես դաշնակից, քան որպես հակառակորդ։ Երրորդ վարկածի համաձայն հոկտեմբերի 27-ը կապված էր ներիշխանական պայքարի հետ։ Չորրորդը Ղարաբաղյան կարգավորման և Մեղրիի տարբերակի շուրջ գաղտնի ճնշումների հետ։ Հինգերորդը արտաքին շահերի կամ հնարավոր արտաքին հետքի հետ։ Սրանք վարկածներ են, ոչ դատականորեն հաստատված փաստեր։ Երրորդ շերտը գեղարվեստական, ոչ փաստական պատկերացումն է, որը օգնում է հասկանալ դրաման, բայց չի կարող փոխարինել ապացույցներին։ Այդ պատկերում Վազգեն Սարգսյանը կարծես ստեղծում է նախագահ, հետո զգում, որ իր ստեղծած կենտրոնը կարող է դառնալ չափազանց ինքնուրույն և պատասխանում է ոչ թե գաղտնի դավադրությամբ, այլ բաց դաշինքով, Քոչարյանի ամենաուժեղ նախկին մրցակցի հետ։ Այդ պատկերում Դեմիրճյանը դառնում է հին պետության հիշողությունը, Սարգսյանը պատերազմի ուժը, իսկ Քոչարյանը նախագահական կնկոշտ կենտրոնը, որը հանկարծ տեսնում է, որ իր կողքին բարձրացել է մեկ այլ բուրգ։ Բայց սա գեղարվեստական կառուցվածք է, ոչ փաստ, և հենց այս բաժանումն է կարևոր,
որովհետև հոկտեմբերի 27-ի թեման վտանգավոր է ոչ միայն իր ծանրությամբ, այլ նաև այն պատճառով, որ փաստերը, վարկածները եւ ցավից ծնված համոզմունքները տարիների ընթացքում հաճախ խառնվել են իրար։ Ոմանք խոսել են որպես վկաներ, ոմանք որպես քաղաքական հակառակորդներ, ոմանք որպես զոհերի հարազատներ, ոմանք որպես նախկին պաշտոնյաներ, ոմանք որպես վերլուծաբաններ։ Բայց պատմական հետաքննության համար ամեն մի ձայն պետք է դնել իր տեղը, փաստը փաստի տեղում, վարկածը վարկածի տեղում, գեղարվեստական ենթադրությունը հստակ նշելով, որ դա ոչ փաստ է։ Այդ դեպքում միայն կարելի է մոտենալ հիմնական հարցին առանց կեղծ համարձակության եւ առանց վախկոտ լռության։ Ինչու Վազգեն Սարգսյանը գնաց Կարեն Դեմիրճյանի հետ։ Ամենահավանական քաղաքական պատասխանը հետևյալն է, որովհետև Դեմիրճյանը նրան տալիս էր քաղաքացիական լեգիտիմություն, զանգվածային ընտրազանգված եւ Քոչարյանի նախկին մրցակցի ծանրությունը, իսկ Սարգսյանը Դեմիրճյանին տալիս էր իշխանության ներս վերադարձի անվտանգ եւ ազդեցիկ ճանապարհ։ Միասին նրանք ստեղծեցին մի կենտրոն, որը կարող էր հավասարակշռել նախագահին։ Սա դաշինքի բացատրելի քաղաքական տրամաբանությունն է։ Բայց ինչու այդ դաշինքի երկու առաջնորդների ճանապարհը ընդհատվեց հենց այն պահին, երբ նրանք նոր էին ստացել իրական իշխանական դիրքեր։ Սա արդեն այլ հարց է։ Դատարանը պատասխանել է կատարողների մասին, բայց պատմությունը դեռ սպասում է այն պատասխանին, որը կբացատրի ոչ միայն ինչպես-ը, այլ նաև ինչու հենց այդ պահին, ինչու հենց այդ մարդիկ եւ ում համար փոխվեց Հայաստանը նրանց հեռանալուց հետո։ Այդ հարցերի պատճառով հոկտեմբերի 27-ը մնաց ոչ միայն օրացույցի մեջ, այն մնաց Հայաստանի քաղաքական գիտակցության մեջ որպես փակ դուռ, որի հետևում դեռ լսվում են չավարտված խոսակցությունների արձագանքները։ Եվ եթե այս պատմության առաջին մասը սկսվեց ընկերությունից, ապա հաջորդը պետք է մտնի այն սենյակները, որտեղ ընկերությունը վերածվում է հաշվարկի, հաշվարկը վախի, իսկ վախը որոշումների, որոնց մասին փաստաթղթերը հաճախ լռում են։ Գլուխ 4. Տորած թղթերի լռությունը։ Պետության ամենավտանգավոր պահերը միշտ չէ, որ սկսվում են աղմուկով։ Երբեմն դրանք սկսվում են թղթապանակի փակվելով, արձանագրության չհրապարակվելով, մի փաստաթղթի բացակայությամբ, որի մասին բոլորը խոսում են, բայց որը ոչ ոք ամբողջությամբ չի տեսել։ Հայաստանի 1999 թվականի պատմության մեջ հենց այդպիսի լռություններն են դարձել ամենածանր ձայները։ Փաստական հարթության մեջ մի շարք բաներ հստակ են։ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի դաշինքը գաղտնի չէր, այն հրապարակային քաղաքական քայլ էր։ Այն հայտարարվեց 1999 թվականի մարտի 30-ին։ Մայիսի 30-ի խորհրդարանական ընտրություններից հետո միասնությունը դարձավ գլխավոր ուժը։ Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ, Կարեն Դեմիրճյանը ազգային ժողովի նախագահ։ Հոկտեմբերի 27-ին նրանց քաղաքական ճանապարհը ողբերգաբար ընդհատվեց ազգային ժողովի դահլիճում։ Բայց պատմությունը երբեք չի կազմվում միայն այն թղթերից, որոնք հասանելի են, այն հաճախ կազմվում է նաև բացակայող թղթերից, չհրապարակված կամ վիճարկվող արձանագրություններից, փակ պահոցներում մնացած նյութերից։ Այստեղ սկսվում է երկրորդ շերտը, վարկածների դաշտը, որտեղ փաստը չի վերանում, բայց այլևս բավարար չէ բոլոր հարցերին պատասխանելու համար։ Հոկտեմբերի 27-ի շուրջ ամենահամար հարցերից մեկը տարիներ շարունակ կապվել է Ղարաբաղյան կարգավորման հետ։ Հաստատված է, որ այդ շրջանը համընկնում էր տարածաշրջանային բանակցությունների ծանր փուլերից մեկի հետ։ Հաստատված է նաև, որ որոշ միջազգային դիտորդներ արդեն հաջորդ օրը մտահոգություն էին հայտնում, թե կատարվածը կարող էր ապակայունացնել Հայաստանը կամ խափանել սպասվող քաղաքական գործընթացները։ Հետագայում հանրային խոսույթում ամրացավ Մեղրիի տարբերակ անվանումով հայտնի վարկածը, որի շուրջ տարիներ շարունակ խոսել են տարբեր գործիչներ, սակայն անհրաժեշտ է սահմանը հստակ պահել։ Մեղրիի տարբերակի եւ հոկտեմբերի 27-ի միջև ուղիղ պատճառահետևանքային կապը դատական մակարդակով ապացուցված չէ։ Բանակցությունների ամբողջական պաշտոնական արձանագրությունները հանրությանը հասանելի չեն կամ վիճարկվում են։ Ուստի եթե այս պատմությունը ներկայացվում է ոչ թե որպես դատավճիռ, այլ որպես քաղաքական հետաքննության դրամա, ամեն պնդում պետք է ունենա իր ճիշտ տեղը։ Կա հաստատված փաստ, կա քաղաքական վարկած եւ կա գեղարվեստական պատկեր, որը կարող է օգնել զգալ ժամանակի լարվածությունը, բայց չի կարող փոխարինել ապացույցին։ Այդուհանդերձ, քաղաքական կյանքում չհրապարակված փաստաթուղթը երբեմն ավելի մեծ դեր է խաղում, քան հրապարակված հայտարարությունը։ Հրապարակված հայտարարությունը ցույց է տալիս այն, ինչ պետությունը պատրաստ է ասել։
Փակ փաստաթուղթը կարող է պահել այն, ինչ պետությունը դեռ չի ուզում հիշել։ 1999 թվականի գարնանը Միասնության հրապարակային լեզուն սոցիալական էր, պետական, համախմբող։ Այն խոսում է ճգնաժամից դուրս գալու, օրենքի գերակայության, սոցիալական բևեռացման վտանգի, Արցախի արդարացի լուծման մասին։ Բայց նույն ժամանակ իշխանության ներսում ձևավորվում էր շատ ավելի նուրբ հավասարակշռություն։ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր, Վազգեն Սարգսյանը դառնում էր վարչապետ, Կարեն Դեմիրճյանը զբաղեցնում էր ազգային ժողովի նախագահի աթոռը։ Եվ այս երեք դիրքերի միջև հարաբերությունը չէր կարող չափվել միայն պաշտոնական լիազորություններով։ Քոչարյանն ուներ նախագահական իշխանություն, թյուն, Սարգսյանն ուներ ուժային հեղինակություն, պատերազմից եկած ներքին կապիտալ և կառավարության ղեկը։ Դեմիրճյանն ուներ հասարակական հիշողության ծանրությունը, ընտրական կապիտալը և խորհրդարանի ամբիոնը։ Այսպիսի համակարգերում ամեն բանակցություն դառնում է ոչ միայն դիվանագիտական կամ տնտեսական հարց, այլ նաև ներքին իշխանության հարց։ Ով է համաձայնում, ով է դեմ լինում, ով է լռլռում, ով է լռում, ով է հետագայում կարողանալու ասել «ես դա չեմ ստորագրել»։ Եվ ով է այդ լռության մեջ սկսում մտածել, որ կողքի մարդը ոչ թե գործընկեր է, այլ խոչընդոտ։ Վարկածների դաշտում գոյություն ունի պատկերացում, որ Ղարաբաղյան կարգավորման հնարավոր տարբերակները կարող էին սրել հակասությունները Հայաստանի ղեկավարության ներսում։ Այդ պատկերացումը հատկապես կապվում է այն պնդումների հետ, թե որոշ քննարկումների ժամանակ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կտրուկ դեմ դիրքորոշում ունեին հնարավոր տարածքային փոխանակման գաղափարների նկատմամբ։ Այդպիսի պնդումներ տարիներ անց հնչել են տարբեր անձանց կողմից, այդ թվում զոհված պաշտոնյա Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանի հրապարակային խոսքում։ Բայց սա պետք է մնա հենց այդ կարգավիճակում։ Քաղաքական հիշողության մեջ գոյություն ունեցող վարկած, ոչ թե դատական հաստատված եզրակացություն։ Գեղարվեստական, ոչ փաստական պատկերով կարելի է պատկերացնել սենյակ, որտեղ քարտեզը բացված է սեղանին, և մարդիկ լռում են ավելի երկար, քան խոսում են։ Կարելի է պատկերացնել, թե ինչպես մեկը մատով ցույց է տալիս սաղմանը, մյուսը աչքերը չի հեռացնում թղթից, երրորդը հասկանում է, որ քարտեզի ամեն գիծ միայն աշխարհագրություն չէ, այլ ապագա մեղադրանք, ապագա վախ, ապագա դատավճիռ ժողովրդի հիշողության մեջ։ Բայց սա գեղարվեստական պատկեր է։ Մենք չունենք այդպիսի տեսարանի բոլոր բառերը, մենք չունենք այդ լռությունների ամբողջական արձանագրությունը։ Հենց այդ պատճառով կուրած կամ փակ փաստաթղթերի թեման դառնում է ոչ թե դետեկտիվ հնարք, այլ քաղաքական ողբերգության կենտրոնական հանգույցներից մեկը։ Երբ պետությունը չի կարող կամ չի ուզում ամբողջությամբ բացել այն, ինչ տեղի էր ունենում իշխանության ամենաբարձր մակարդակներում, հասարակությունը սկսում է լրացնել բացերը սեփական վախերով։ Վազգեն Սարգսյանի համար այդ շրջանը պետք է լիներ հաղթանակի պահ։ Նա պատերազմից եկած մարդն էր, որն արդեն կանգնած էր ոչ թե ճակատային հրամանատարության, այլ կառավարության ղեկի մոտ։ Բայց պետական կառավարումը այլ ճակատ է։ Այստեղ կրակոցների փոխարեն կան բյուջեներ, ստորագրություններ, դաշնակիցների քմահաճույքներ, միջազգային ճնշումներ, սոցիալական դժգոհություններ և այն մշտական զգացումը, որ յուրաքանչյուր որոշում կարող է իր շուրջը հավաքել ոչ միայն կողմնակիցներ, այլ նաև թշնամիներ։ Կարեն Դեմիրճյանի համար սա վերադարձի պահ էր։ Նա, ով երկար տարիներ մարմնավորել էր խորհրդային Հայաստանի կառավարման ոճը, նորանկախ պետության մեջ վերադարձել էր ոչ թե որպես հուշ, այլ որպես կենդանի քաղաքական ուժ։ Ազգային ժողովի նախագահի աթոռը նրա համար միայն պաշտոն չէր, դա վերականգնված արժանապատվության տեղ էր, ապացույց, որ ժողովուրդը դեռ հիշում է իրեն, որ 1998 թվականի պարտությունը վերջնական չէր, որ վերադարձը հնարավոր էր։ Բայց մարդկային գինն սկսվում է այն պահից, երբ վերադարձը դառնում է վտանգավոր։ Դեմիրճյանի անունը այլևս միայն համակրանք չէր առաջացնում, այն նաև փոխում էր հաշվարկները։ Այն անհանգստացնում էր նրանց, ովքեր արդեն հարմարվել էին նոր իշխանական դասավորությանը։ Այն հիշեցնում էր, որ Քոչարյանի դեմ նախկին մրցակիցը հիմա կանգնած է ոչ թե ընդդիմադիր հրապարակում, այլ պետության երկրորդ բարձր ամբիոններից մեկի մոտ։ Սարգսյանի բեռն այլ էր։ Նա մի կողմից այն գործիչներից էր, որոնք 1998 թվականի ճգնաժամի ժամանակ նպաստել էին Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուն, մյուս կողմից արդեն 1999 թվականին կանգնել էր Քոչարյանի նախկին մրցակցի կողքին։ Քաղաքական լեզվով սա հաշվարկ էր, մարդկային լեզվով ծանր խզում։ Իշխանության մեջ նախկին դաշնակիցը, երբ դառնում է հակակշիռ, իր հետ բերում է ոչ միայն ռազմավարական հետևանք, այլ նաև ներքին անհանգստություն։ Այստեղ փաստական հիմքը հետևյալն է.
Սարգսյանը 1998 թվականին եղել էր Քոչարյանի իշխանության գալուն նպաստած առանցքային գործիչներից։ Մեկ տարի անց նա դաշինք կազմեց Քոչարյանի նախկին մրցակից Կարեն Դեմիրճյանի հետ։ Այն պնդումը, թե այդ քայլի նպատակն էր սահմանափակել Քոչարյանի իշխանությունը կամ հետագայում փոխել նախագահական հավասարաթարակշռությունը, մնում է վերլուծական վարկած։ Իսկ այն արտահայտությունը, թե Սարգսյանը ստեղծեց նախագահին և հետո որոշեց կանգնեցնել նրան, դրամատիկական ձևակերպում է, ոչ ապացուցված փաստ։ Այնուամենայնիվ, այդ ամիսների քաղաքական քարտեզը ցույց էր տալիս կենտրոնների լարվածություն։ Քոչարյանը չէր կարող չնկատել, որ միասնությունը ստացել է ժողովրդական և խորհրդարանական լեգիտիմության հզոր պաշար։ Սարգսյանը չէր կարող չնկատել, որ նախագահական կենտրոնը դեռ պահում է մեծ լիազորություններ և ուժային համակարգի զգալի հանգույցներ։ Դեմիրճյանը չէր կարող չզգալ, որ իր վերադարձը հույս է տալիս շատերին, բայց նաև սրում է շատերի անհանգստությունը։ Միասնություն դաշինքը հասարակության մի մասի համար կարող էր փրկության ծրագիր թվալ։ Այն կարող էր լինել տնտեսական ճգնաժամից դուրս գալու, պետության վերականգնման, սոցիալական հավասարակշռության խոստում։ Բայց իշխանական ներքին տրամաբանության մեջ այն նաև դառնում էր հաշվարկների պայթուցիկ կուտակում։ Իսկ փակ փաստաթղթերը, չհրապարակված արձանագրությունները, կիսատ մնացած քննությունները և անպատասխան հարցերը միայն ավելացնում էին այդ պայթուցիկ լռությունը։ Գլուխ 5. Վկայությունների ծանրությունը։ Երբ պատմությունը անցնում է դատարանի, արխիվի և քաղաքական մեղադրանքների միջով, մարդիկ հաճախ մոռանում են, որ դրա կենտրոնում ընտանիքներ են։ Ոչ թե միայն պաշտոններ, մանդատներ, ընտրությունների տոկոսներ, բանակցություններ և ուժային կենտրոններ, այլ ընտանիքներ, որոնք ամեն տարի նույն օրը կրկին վերադառնում են նույն ցավին, նույն հարցին, նույն անավարտ պատասխանին։ Հոկտեմբերի 27-ի գործի մասին խոսելիս հաճախ ասում են. «Գործը փակվեց, դատավճիռը եղավ, կատարողները դատապարտվեցին»։ Իրավական մակարդակում դա հաստատված փաստ է։ 2003 թվականի դեկտեմբերի 2-ին դատարանը հրապարակեց դատավճիռը։ Նաիրի Հունանյանը և խմբի մի քանի անդամներ դատապարտվեցին ցմահ ազատազրկման, իսկ Համլետ Ստեփանյանը 14 տարվա ազատազրկման։ Բայց իրավական հարթությունը միշտ չէ, որ փակում է պատմական վերքը։ Դատարանը կարող է պատասխանել, թե ովքեր էին անմիջական կատարողները, բայց եթե հասարակությունը շարունակում է հարցնել, արդյոք այդքանով է ավարտվում պատմությունը, ապա դատավճիռը դառնում է ոչ թե վերջակետ, այլ ծանր ստորակետ։ Հաստատված է նաև, որ 2019 թվականին գործի անջատված և նախկինում կարճված մասը նորից ուղարկվեց քննության Անահիտ Բախշյանի և նրա ներկայացուցիչների բողոքի հիման վրա։ Սա կարևոր փաստ է ոչ միայն իրավական, այլ նաև մարդկային առումով։ Այդ քայլի հետևում կանգնած էր ոչ միայն փաստաբանական գործընթաց, այլ մի ընտանիքի երկար սպասում, մի կնոջ համառություն, որի համար պետական ողբերգությունը անձնական կյանքից երբեք չէր առանձնացել։ Անահիտ Բախշյանը հանրային հիշողության մեջ միայն զոհերից մեկի այրին չէ։ Նա դարձել է այն ձայներից մեկը, որը տարիներ շարունակ հիշեցրել է, հարցերը չեն ավարտվել։ Նրա պահանջը, ինչպես և մյուս հարազատների սպասումը, ցույց է տալիս մի կարևոր բան. հոկտեմբերի 27-ը չի փակվում միայն այն պատճառով, որ օրացույցի վրա տարիներ են անցել։ Այն շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ, որոնք կորցրել են իրենց ամենամոտերին, զգում են, որ պետությունը իրենց ամբողջական պատասխան չի տվել։ Վկայությունների հյունների հետ պետք է զգույշ վարվել։ Վկայությունը միշտ չէ, որ փաստ է։ Այն կարող է լինել անձնական հիշողություն, քաղաքական գնահատական, ցավից ծնված համոզմունք, երբեմն կարևոր հուշում, երբեմն վիճարկելի պնդում։ Բայց վկայությունը անտեսել չի կարելի, որովհետև հենց վկայություններն են պահում այն մարդկային շերտը, որը դուրս է մնում պաշտոնական փաստաթղթերի լեզվից։ Այս դեպքում փաստական մակարդակում արձանագրված է, որ Անահիտ Բախշյանի և նրա ներկայացուցիչների բողոքի հիման վրա վերաբացվեց գործի անջատված մասը։ Վարկածների մակարդակում առկա են նրա և այլ անձանց հրապարակային հայտարարությունները հնարավոր կազմակերպիչների, դրդիչների և մեղրիի տարբերակի վերաբերյալ։ Այդ պնդումները պետք է ներկայացվեն որպես հայտարարություններ և վարկածներ, ոչ որպես դատականորեն ապացուցված փաստեր։ Գեղարվեստական, ոչ փաստական պատկերով կարելի է պատկերացնել մի սեղան, որի վրա տարիներով դրված են թղթեր, դիմումներ, պատասխաններ, մերժումներ, նոր բողոքներ, հին լուսանկարներ և դրանց կողքին այն լռությունը, որը միայն ընտանիքներն են ճանաչում։ Կարելի է պատկերացնել մի տուն,
որտեղ հեռուստացույցով կրկին խոսում են նույն գործի մասին, եւ սենյակում ոչ ոք չի ասում ավելորդ բառ, որովհետեւ ամեն անուն արդեն ցավ ունի։ Բայց սա գեղարվեստական պատկեր է, ոչ փաստական վկայություն։ Այդ ցավի մեջ է երևում նաև Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի մարդկային գինը։ Նրանք պատմության մեջ հաճախ մնում են որպես խորհրդանիշներ, պատերազմի մարդ եւ հին պետականության մարդ։ Բայց խորհրդանիշ դառնալը երբեմն մարդու երկրորդ կորուստն է։ Խորհրդանիշի մեջ անհետանում են հոգնածությունը, կասկածը, ընտանեկան պահերը, անձնական վախերը, այն փոքրիկ դադարները, երբ նույնիսկ ամենաուժեղ քաղաքական գործիչը պարզապես մարդ է։ Վազգեն Սարգսյանը հայկական քաղաքական մշակույթում մնացել է որպես ուժի կերպար, բայց ուժը նույնպես վախենում է։ Ոչ միշտ բարձրաձայն, ոչ միշտ տեսանելի, բայց վախենում է։ Վարչապետի պաշտոնը նրան տալիս էր իշխանություն, բայց նաև կտրում էր նրան նախկին պարզությունից։ Պատերազմի ժամանակ հակառակորդը տեսանելի էր։ Կառավարման ժամանակ հակառակորդը կարող է նստած լինել նույն սեղանի շուրջ, ժպտալ, համաձայնել, իսկ հետո այլ սենյակում հաշվել քո ազդեցության սահմանները։ Սարգսյանի մարդկային ողբերգությունը կարող էր լինել հենց սա։ Նա, ով սովոր էր հավատալ ուժի ուղիղ լեզվին, հայտնվել էր համակարգում, որտեղ ամեն ինչ ուներ երկրորդ իմաստ։ Դաշինքը միասնություն էր, բայց նաև հակակշիռ։ Հաղթանակը կայունություն էր, բայց նաև վտանգ։ Վարչապետի պաշտոնը վերելք էր, բայց նաև թիրախի զգացողություն։ Կարեն Դեմիրճյանի մարդկային ողբերգությունը այլ էր։ Նա վերադարձել էր մի աշխարհ, որը նույն Հայաստանը չէր, ինչ այն, որ նա ղեկավարել էր խորհրդային տարիներին։ Անկախության տարիները փոխել էին մարդկանց, լեզուն, իշխանության կառուցվածքը, փողի դերը, ուժային խմբերի տրամաբանությունը։ Դեմիրճյանը իր հետ բերել էր կարգուկանոնի հիշողությունը, բայց հայտնվել էր մի համակարգում, որտեղ կարգուկանոնը արդեն չէր նշանակում նույնը։ Նա կարող էր հենվել իր անվան վրա, բայց անունը չի պաշտպանում մարդուն այն պահին, երբ քաղաքական հաշվարկները դառնում են սուր։ Հասարակությունը նրանց երկուսին միասին տեսնում էր որպես տարօրինակ, բայց ուժեղ զույգ։ Մեկը կոշտ, պատերազմից եկած հրամանատարական, մյուսը ծանր, փորձառու, խորհրդային անցյալից վերադարձած։ Նրանց միջև կարող էին լինել տարբերություններ եւ հակասություններ, բայց հանրային պատկերում նրանք միավորվել էին մի խոստման մեջ։ Հայաստանը պետք է դուրս գա խառնաշփոթից, պետությունը պետք է հավաքվի, իշխանությունը պետք է դառնա ավելի կանխատեսելի։ Սա փաստ չէ որպես նրանց ներքին հոգեբանական ծրագիր։ Սա հանրային ընկալման եւ գեղարվեստական մեկնաբանության շերտ է, բայց այն կարևոր է, որովհետեւ քաղաքական ուժերը երբեք չեն գործում միայն պաշտոնական ծրագրերով։ Նրանք գործում են նաև այն պատկերներով, որոնք ժողովուրդը դնում է նրանց վրա։ Հոկտեմբերի 27-ից հետո այդ պատկերները նփլվեցին ոչ թե աստիճանաբար, այլ միանգամից։ Եվ փլուզման ձայնը երկար մնաց ընտանիքների, կուսակցությունների, պետական կառույցների, լրագրողների, քննիչների եւ սովորական քաղաքացիների մեջ։ Մարդիկ ոչ միայն սգում էին, նրանք նաև համեմատում էին մինչևը եւ հետոն։ Մինչ այդ կար երկկենտրոն իշխանություն, հետո հավասարակշռությունը փոխվեց։ Մինչ այդ Վազգեն Սարգսյան եւ Կարեն Դեմիրճյան զույգը կանգնած էր կառավարության եւ խորհրդարանի առանցքում։ Հետո այդ առանցքը դատարկվեց։ Մինչ այդ Քոչարյանի նախագահական կենտրոնը բախվում էր ուժեղ հակակշռի։ Հետո նրա դիրքերը աստիճանաբար ամրապնդվեցին։ Սրանք քաղաքական հետևանքներ են, որոնք կարող են արձանագրվել վերլուծական մակարդակում։ Բայց դրանցից չի բխում, որ Քոչարյանը կամ նրա շրջապատը մասնակցել են ողբերգությանը։ Այդպիսի մասնակցությունը դատական կարգով ապացուցված չէ։ Սա պետք է կրկնել ոչ թե ձևական զգուշությունից, այլ պատմական ճշգրտության համար։ Քաղաքական վարկածը կարող է հարցնել՝ ում էր ձեռնտու։ Դատական փաստը պետք է ապացուցի ով էր արել։ Եվ եթե երկրորդը թկրորդը չի տալիս ամբողջական պատասխան առաջինին, հանրային կասկածը սկսում է ապրել իր սեփական կյանքով։ Այդ կասկածը սնվում է ոչ միայն քաղաքական շահերից, այլ նաև անարդարության զգացումից։ Երբ ընտանիքները տարիներ շարունակ չեն ստանում այն պատասխանը, որը իրենց թվում է ամբողջական, նրանք սկսում են ապրել մի երկրում, որտեղ յուրաքանչյուր պաշտոնական խոսք կասկածի տակ է դրվում։ Սա է պետական ողբերգության ամենաերկար հետևանքը։ Այն խլում է ոչ միայն մարդկանց, այլ նաև վստահությունը։ Այստեղ հոկտեմբերի 27-ի պատմությունը դուրս է գալիս միայն Սարգսյան-Դեմիրճյան-Քոչարյան եռանկյունուց։ Այն դառնում է պատմություն Հայաստանի մասին, մի երկրի, որը անկախության առաջին տասնամյակում դեռ փորձում էր հասկանալ, թե ինչպես է կառուցվում իշխանությունը, ինչպես է սահմանափակվում ուժը, ինչպես է դատարանը պատասխանում հասարակության վախերին,
Եվ ինչ է լինում, երբ այդ պատասխանները բավարար չեն թվում։ Վկայությունները, հարցազրույցները, հարազատների խոսքերը, նախկին քննիչների մեկնաբանությունները, քաղաքական մեղադրանքները երբեմն ավելի շատ մառախուղ են ստեղծում, քան լույս։ Բայց այդ մառախուղի մեջ կա մի ճշմարտություն, որը փաստաթղթից կախված չէ։ Մարդիկ չեն վստահել ավարտին։ Նրանք զգացել են, որ պատմության պաշտոնական վերջաբանը չի փակել ներքին դատարկությունը։ Եվ երբ պետության մեծ ողբերգությունը մնում է ներքին դատարկությամբ, այն սկսում է փոխանցվել սերնդից սերունդ ոչ թե միայն որպես պատմություն, այլ որպես նախազգուշացում։ Մի հավատա միայն առաջին պատասխանին։ Մի ընդունիր լռությունը որպես բացատրություն եւ միշտ հարցրու. ինչու հենց այդ մարդիկ, ինչու հենց այդ պահին, ինչու հենց այն ժամանակ, երբ նրանք նոր էին դարձել ուժային կենտրոն։ Գլուխ 6. Ընտանիքի ստվերը եւ իշխանության գինը։ Քաղաքական որոշումները երբեմն ընդունվում են այնպես, կարծես դրանք վերաբերում են միայն քարտեզներին, պաշտոններին, դաշինքներին եւ մանդատներին, բայց նրանց իրական գինը վճարվում է տներում, որտեղ աթոռը դատարկ է մնում, անունը արտասանվում է ավելի դանդաղ, իսկ հիշողությունը դառնում է ամենօրյա ներկայություն։ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի դաշինքը կարելի է վերլուծել ուժային հավասարակշռության լեզվով։ Կարելի է ասել, որ Սարգսյանը Դեմիրճյանի միջոցով ստանում էր քաղաքացիական լեգիտիմություն։ Կարելի է ասել, որ Դեմիրճյանը Սարգսյանի միջոցով ստանում էր իշխանության ներս վերադարձի անվտանգ ուղի։ Կարելի է ասել, որ Քոչարյանի համար այդ զույգը դառնում էր սահմանափակող կենտրոն։ Այս ամենը քաղաքական վերլուծության լեզուն է, եւ այն անհրաժեշտ է, բայց այդ լեզուն չի բացատրում, թե ինչ է կատարվում մարդու ներսում, երբ նա հասկանում է, որ իր ամեն քայլը արդեն ունի ոչ միայն կողմնակիցներ, այլ նաև լուռ հակառակորդներ։ Երբ դաշնակիցը կարող է լինել ժամանակավոր, երբ նախկին ընկերը կարող է քեզ դիտել որպես սպառնալիք, երբ յուրաքանչյուր հանդիպում ունի երկրորդ ընթերցում, եւ երբ նույնիսկ հաղթանակը հանգիստ չի բերում։ Վազգեն Սարգսյանի որոշումը կանգնել Դեմիրճյանի կողքին փաստական առումով հրապարակային քաղաքական քայլ էր։ Մարդկային առումով այն կարող էր լինել անցում մի աշխարհից մյուսը։ Պատերազմի աշխարհում նա ստեղծել էր իր հեղինակությունը կոշտ պայմաններում, որտեղ որոշումը հաճախ պետք է լիներ արագ եւ աներկբա։ Քաղաքական իշխանության աշխարհում արագությունն ու աներկբայությունը միշտ չէ, որ փրկում են։ Այստեղ անհրաժեշտ է հաշվել ոչ միայն հակառակորդի դիրքը, այլ նաև դաշնակցի վախը, հասարակության սպասումը, նախագահի արձագանքը, արտաքին դերակատարների ճնշումը եւ սեփական թիմի անհամբերությունը։ Սա արդեն ուժի ուրիշ փորձություն էր։ Կարեն Դեմիրճյանի համար այդ դաշինքը եւս կարող էր ունենալ մարդկային բարդություն։ Նա վերադառնում էր ոչ թե պարզապես պաշտոնի, այլ մի քաղաքական միջավայրի, որը նրան միաժամանակ սիրում էր, օգտագործում եւ կասկածով դիտում։ Նրա անունը ընտրազանգված էր բերում, բայց նաև բացում էր հին եւ նոր հակադրությունները։ Նրա ներկայությունը կարող էր հանգստացնել հասարակության մի շերտին, բայց անհանգստացնել իշխանության այն հատվածներին, որոնք տեսնում էին, որ Քոչարյանի նախկին մրցակիցը վերադառնում է խորհրդարանի ամբիոնից խոսելու իրավունքով։ Հաստատված է, որ 1998 թվականի նախագահական ընտրություններում Դեմիրճյանը եղել էր Քոչարյանի գլխավոր մրցակիցը եւ երկրորդ փուլում ստացել էր մեծ աջակցություն։ Հաստատված է նաև, որ 1999 թվականին նա Միասնություն դաշինքի առանցքային դեմքերից էր եւ դարձավ ազգային ժողովի նախագահ։ Այն ենթադրությունը, թե նրա վերադարձը կարող էր ընկալվել որպես ապագա նախագահական կամ իշխանական այլընտրանքի հիմք, վարկած է։ Իսկ եթե ասենք, որ Դեմիրճյանը իշխանության տուն վերադարձավ այն դռնով, որը բացեց Վազգեն Սարգսյանը, բայց այդ տունն արդեն լի էր ուրիշների ստվերներով, դա կլինի գեղարվեստական, ոչ փաստական ձևակերպում։ Այս ստվերներն են, որ մարդկային գին են ստեղծում։ Իշխանության մեջ մարդը հազվադեպ է միայնակ որոշում ընդունում, բայց հաճախ միայնակ է մնում իր որոշման հետևանքների հետ։ Դաշինքը հայտարարվում է ամբիոնից, հաղթանակը նշվում է ընտրությունների արդյունքներով, պաշտոնները հաստատվում են հրամանագրերով եւ քվեարկություններով, բայց գիշերվա լռության մեջ յուրաքանչյուր առաջնորդ կարող է լսել միայն մի հարց. ինչ է լինելու հետո։ Քոչարյանի համար էլ այդ շրջանը, անկախ հետագա քաղաքական գնահատականներից, պետք է լիներ ճնշման ժամանակ։ Նա նախագահ էր, բայց իր կողքին ձևավորվել էր մի բևեռ, որը չուներ նախագահի պաշտոնը, սակայն ուներ կառավարություն, խորհրդարան, զանգվածային անուն եւ ուժային հեղինակություն։ Սահմանադրական լիազորությունը դեռ իր ձեռքում էր, բայց քաղաքական ծանրության մի մասը տեղափոխվել էր ուրիշ տեղ։
Սա այն իրավիճակն է, երբ պաշտոնական իշխանությունը կարող է զգալ, որ իրականությունը սկսում է բաժանվել։ Այստեղից ծնվում է համակարգային վախը։ Ոչ պարտադիր անձնական, ոչ պարտադիր արտահայտված սպառնալիքներով, ոչ պարտադիր փաստաթղթավորված։ Պարզապես այս զգացումը, որ հավասարակշռությունը փխրուն է, եւ եթե այսօր դու չես կառավարում գործընթացը, վաղը գործընթացը կարող է կառավարել քեզ։ Վերլուծական մակարդակում կարելի է ասել, որ միասնությունը կարող էր դառնալ Քոչարյանի իշխանության հակակշիռը։ Փաստերի մակարդակում այն հաղթած դաշինք էր, որի առաջնորդները զբաղեցրին վարչապետի եւ ազգային ժողովի նախագահի պաշտոնները։ Գեղարվեստական, ոչ փաստական լեզվով, դա երկու բևեռների միջև դրված լուր սեղան էր, որի վրա բոլորը տեսնում էին միևնույն քարտեզը, բայց ամեն մեկը պատկերացնում էր ուրիշ ապագա։ Հոկտեմբերի 27-ից հետո այդ ապագան կտրուկ փոխվեց։ Երկիրը մտավ խորը քաղաքական ճգնաժամի մեջ։ Դատավարությունը սկսվեց 2001 թվականի փետրվարին եւ ավարտվեց 2003 թվականի դեկտեմբերին։ Դատարանը պատժեց անմիջական կատարողներին, բայց հնարավոր կազմակերպիչների, դրդիչների կամ պատվիրատուների հարցը հանրային ընկալման մեջ մնաց բաց։ Գործի անջատված մասը հետագայում վերաբացվեց եւ 2024-ից 2025 թվականների հրապարակումներում նշվում էր, որ քննությունը շարունակվում է կամ գտնվում է ակտիվ փուլում։ Այս հաջորդականությունը կարևոր է, որովհետև ցույց է տալիս, պատմությունը հանրային գիտակցության մեջ իրավականորեն վերջնական հանգիստ տեղ չի հասել։ Եթե գործի մի մասը տարիներ անց վերաբացվում է, դա չի նշանակում, որ բոլոր քաղաքական վարկածները ճիշտ են, բայց նշանակում է, որ բոլոր հարցերը լրացված չեն։ Ընտանիքի թեման այստեղ վերադառնում է ամենաուժեղ կերպով։ Քաղաքական գործիչների ընտանիքները ոչ միայն կորցնում են իրենց հարազատին, նրանք ստիպված են տարիներով ապրել նրա անվան շուրջ շարունակվող պայքարի մեջ։ Ամեն տարելից, ամեն հարցազրույց, ամեն նոր քննություն, ամեն հին մեղադրանք նորից բացում է նույն դուռը։ Մարդը, որը նրանց համար հայր էր, ամուսին, ընկեր, հարազատ, հասարակության համար դառնում է փաստարկ, խորհրդանիշ, մեղադրանքի հիմք, քաղաքական դրոշ։ Սա էլ է իշխանության գինը, ոչ միայն իշխանավորի, այլ նաև նրա ընտանիքի համար։ Գեղարվեստական, ոչ փաստական պատկերով կարելի է պատկերացնել, թե ինչպես մի ընտանիք փորձում է պահպանել էլ մարդու սովորական հիշողությունը, մինչդեռ երկիրը նրանից ստեղծում է պատմական հանգույց։ Մի կողմում պաշտոնական կենսագրություն է, ծննդյան օր, պաշտոններ, ընտրություններ, դաշինքներ, ողբերգական ավարտ։ Մյուս կողմում ձայն, քայլվածք, տան մեջ մնացած անձնական առարկաներ, այն խոսքերը, որոնք երբեք չեն մտել ոչ մի արձանագրության մեջ։ Բայց սա գեղարվեստական պատկեր է, ոչ փաստական դրվագ։ Հաստատված փաստերը ասում են, թե ինչ տեղի ունեցավ։ Վարկածները փորձում են բացատրել, թե ինչու կարող էր դա տեղի ունենալ։ Գեղարվեստական ոչ փաստական շերտը օգնում է զգալ, թե ինչ արժեցավ դա մարդկանց։ Դկանց, այս երեք շերտերը խառնել չի կարելի, բայց դրանք առանձնացնելով կարելի է ավելի մոտենալ ճշմարտության զգացողությանը։ Եթե վերադառնանք հիմնական հարցին, ինչու Վազգեն Սարգսյանը Քոչարյանի դեմ գաղտնի դաշինք կազմեց Դեմիրճյանի հետ, պետք է նախ ուղղել հենց հարցի լեզուն։ Դաշինքը գաղտնի չէր, այն հրապարակային էր, բայց դրա հետևանքները կարող էին լինել շատ ավելի խոր, քան հրապարակային հայտարարության բառերը։ Սարգսյանը ոչ թե ստվերում պայմանավորվեց Դեմիրճյանի հետ, այլ հրապարակում կանգնեց նրա կողքին։ Եվ հենց այդ հրապարակայնությունն էր, որ քայլը դարձնում էր վտանգավոր քաղաքական իմաստով։ Գաղտնի դավադրությունը կարելի է հերքել, թաքցնել, կոտրել ներսից, իսկ հրապարակային դաշինքը, որը ստանում է ժողովրդի ձայներ, խորհրդարանական մանդատներ եւ պետական պաշտոններ, դառնում է իրականություն, որի հակություն, որի հետ պետք է հաշվի նստել։ Սարգսյանը կարող էր ընտրել Դեմիրճյանին, որովհետև Դեմիրճյանը այն գործիչներից էր, որը կարող էր բերել հասարակական վստահություն, մի բան, որը ուժային հեղինակությունը միայնակ չէր կարող ապահովել։ Դեմիրճյանը կարող էր ընտրել Սարգսյանին, որովհետև Սարգսյանը նրան տալիս էր վերադարձի ճանապարհ այն համակարգի ներսում, որը միայնակ կարող էր նրա համար լինել վտանգավոր կամ փակ։ Իսկ Քոչարյանի համար այս երկուսը միասին կարող էին դառնալ մի կենտրոն, որը սահմանափակում էր նախագահի մենաշնորհային քաղաքական դաշտը։ Սա վերլուծական եզրակացություն է, ոչ դատական փաստ։ Հոկտեմբերի 27-ի պատճառների մասին վերջնական պատասխան տալը դեռ հնարավոր չէ այն մակարդակով, որը կփակի բոլոր հարցերը։ Դատավճիռը տվել է կատարողների անունները, քաղաքական վարկածները շարունակում են հարցնել կազմակերպիչների, դրդիչների, շահառուների, ներիշխանական պայքարի, Ղարաբաղյան բանակցությունների
եւ արտաքին հնարավոր հետքերի մասին։ Բայց Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի մասնակցությունը դատական կարգով ապացուցված չէ։ Սա պետք է հնչի հստակ, որովհետև քաղաքական ողբերգության մասին խոսելիս ամենավտանգավոր սխալը վարկածը փաստի տեղ ներկայացնելն է։ Բայց նույնքան սխալ է հակառակը՝ փաստերի սահմանափակությունը ներկայացնել որպես հարցերի բացակայություն։ Հարցերը կան։ Ինչու հենց այն պահին, երբ միասնությունը ամրապնդել էր կառավարություն խորհրդարանային կենտրոնը։ Ինչու հենց այն մարդիկ, որոնք մարմնավորում էին այդ կենտրոնի երկու թևերը։ Ինչու դատավճռից հետո էլ հանրային անվստահությունը չմարեց։ Ինչու տարիներ անց գործի անջատված մասը նորից ուղարկվեց քննության։ Եվ ինչու Հայաստանի քաղաքական հիշողությունը շարունակում է այդ օրը ընկալել ոչ միայն որպես ողբերգություն, այլ նաև որպես անավարտ հետաքննություն։ Պատասխանների մի մասը փաստերի մեջ է, մյուս մասը վարկածների դաշտում։ Երրորդը մարդկային ցավի մեջ, որտեղ փաստաթուղթը երբեմն ուշանում է, իսկ հիշողությունը երբեք չի լռում։ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը միասին փորձեցին կառուցել մի դաշինք, որը պետք է լիներ պետության հավաքման խոստում։ Բայց այդ դաշինքը միաժամանակ դարձավ իշխանության ներսում նոր սահմանագիծ։ Եվ երբ նրանց ճանապարհը ընդհատվեց, այդ սահմանագիծը չվերացավ։ Այն տեղափոխվեց պատմության մեջ։ Այդտեղից էլ սկսվում է այս պատմության ամենամութ դասը։ Իշխանության մեջ որոշումները երբեք միայն որոշումներ չեն։ Դրանք ազդանշաններ են, դրանք վախեր են շարժում, դրանք հին դաշինքները դարձնում են կասկածելի, նոր դաշինքները վտանգավոր։ Իսկ հրապարակային խոստումները փակ սենյակների հաշվարկների մաս։ Երբ պետությունը չի կարողանում մինչև վերջ բացատրել, թե ինչու իր ամենաբարձր ամբիոններից մեկում ընդհատվեց այն մարդկանց ճանապարհը, որոնք ընդամենը ամիսներ առաջ ստացել էին ժողովրդի եւ համակարգի ծանր աջակցությունը, այդ չբացատրածը դառնում է ազգային հիշողության մշտական ստվեր։ Հաստատված փաստերը այստեղ կանգնում են սառը եւ անշարժ։ Դաշինքը հրապարակային էր, ընտրությունը տեղի ունեցավ, միասնությունը հաղթեց, Սարգսյանը դարձավ վարչապետ, Դեմիրճյանը դարձավ ազգային ժողովի նախագահ։ Հոկտեմբերի 27-ին նրանց ճանապարհը ողբերգաբար ընդհատվեց։ Դատարանը դատապարտեց կատարողներին, գործի անջատված մասը տարիներ անց վերաբացվեց։ Վարկածները շարունակում են շարժվել այդ փաստերի շուրջ։ Ներիշխանական պայքար։ Քոչարյանի իշխանության հավասարակշռում, մեղրիի տարբերակ, արտաքին հետք, հնարավոր կազմակերպիչներ, հնարավոր դրդիչներ, հնարավոր շահառուներ, բայց սրանք վարկածներ են, ոչ հաստատված դատական փաստեր։ Իսկ գեղարվեստական ոչ փաստական եզրագիծը սա է։ Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը կարծես կանգնեցին նույն կամրջի վրա, մեկը բերելով պատերազմի ուժը, մյուսը հին պետության հիշողությունը։ Նրանք մտածում էին, որ այդ կամուրջը կտանի դեպի կայունություն, բայց կամրջի տակ արդեն շարժվում էին այնպիսի հոսանքներ, որոնց մասին ոչ մի նախընտրական հայտարարություն չէր խոսում։ Սա ոչ փաստ է, այլ պատմության դրամատիկական պատկեր։ Փաստն այն է, որ նրանց դաշինքը փոխեց Հայաստանի իշխանության հավասարակշռությունը, եւ այդ փոփոխության գինը դարձավ ոչ միայն քաղաքական ճգնաժամը, այլ նաեւ երկար մարդկային լռությունը, որի մեջ ընտանիքները, հասարակությունը եւ պետությունը դեռ փնտրում են վերջնական պատասխանի ձայնը։ Գլուխ 7. Արխիվների սառը շունչը։ Պետության հիշողությունը երբեմն նման է հիվանդ մարմնի հիշողության։ Այն պահում է ոչ միայն վերքերը, այլ նաև այն տեղերը, որտեղ վիրակապը փոխվել է չափազանց արագ, որտեղ թուղթը անհետացել է, որտեղ ստորագրությունը մնացել է, բայց նախադասությունը ոչ։ Եվ երբ տարիներ անց հասարակությունը վերադառնում է նույն գործին, նույն հարցերին, նույն անուններին, արխիվը այլևս պարզապես պահոց չէ, այն դառնում է հարցաքննության սենյակ, որտեղ լռում են ոչ թե մարդիկ, այլ էջերը։ Հաստատված փաստերի շերտում պատմությունը ունի իր կոշտ գիծը։ Հոկտեմբերի 27-ի գործով դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին։ Դատապարտվեցին անմիջական կատարողները, Նաիրի Հունանյանը եւ խմբի մի քանի անդամներ ստացան ցմահազատազրկում, Համլետ Ստեփանյանը ազատազրկման ժամկետ։ Բայց հնարավոր կազմակերպիչների, դրդիչների կամ պատվիրատուների հարցը հանրային ընկալման մեջ մնաց բաց։ Հաստատված փաստ է նաև, որ 2019 թվականի դեկտեմբերին գործի անջատված եւ նախկինում կարճված մասը նորից ուղարկվեց քննության։ Հետագայում պաշտոնական հաղորդագրություններում նշվեց, որ այդ ուղղությամբ վարութային գործողություններ են իրականացվում,
իսկ վերաբացված քննությունը գտնվում է ակտիվ փուլում։ Այս փաստերը ինքնին արդեն բավական են հասկանալու համար, որ պատմությունը չի ավարտել միայն դատական վճռով։ Եթե գործի մի հատված տարիներ անց վերադառնում է քննության դաշտ, նշանակում է պետության հիշողության մեջ մնացել է մի փակ դարակ, որը երբեք ամբողջությամբ չի դատարկվել։ Արխիվների թեման այստեղ դառնում է ոչ թե տեխնիկական մանրամասն, այլ պատմության սիրտը, որովհետև այսպիսի գործերում ամենակարևոր փաստաթուղթը միշտ չէ, որ ամենահաստ թղթապանակում է։ Երբեմն ամենակարևորը այն էջն է, որը չկա։ Այն արձանագրությունն է, որի ամբողջական տարբերակը հանրությանը հասանելի չէ։ Այն հարցաքննության ուղղությունն է, որը սկսվել է, հետո անջատվել, հետո կարճվել, հետո տարիներ անց նորից բացվել։ Այդպիսի էջերը չեն խոսում, բայց նրանց բացակայությունը ծանր ձայն ունի։ Հաստատված փաստ է, որ հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասը, որը վերաբերում էր հնարավոր կազմակերպիչների ուղղությանը, 2004 թվականին կարճվել էր, իսկ 2019 թվականին նորից ուղարկվեց քննության։ Սա հենց այն հատվածն է, որտեղ արխիվը դառնում է քաղաքական լարվածության աղբյուր։ Ոչ թե որովհետև այնտեղ անպայման կա արդեն ապացուցված անուն, այլ որովհետև այնտեղ մնացել է հարց, որը չի ստացել վերջնական հանրային վստահություն առաջացնող պատասխան։ Վարկածների շերտում այս բաց դարակը կապվում է մի քանի ուղղությունների հետ։ Մեկ ուղղությունը ներիշխանական պայքարն է։ Ըստ այս վարկածի, հոկտեմբերի 27-ին հեռացվեցին հենց այն երկու գործիչները, որոնք վարչապետի եւ ազգային ժողովի նախագահի դիրքերով ձևավորում էին նախագահական կենտրոնին հակակշիռ։ Մյուս ուղղությունը Ղարաբաղյան կարգավորման շուրջ գաղտնի, կխտնի կամ փակ քննարկումների վարկածն է, մասնավորապես այն, ինչ հանրային լեզվում կապվել է Մեղրիի տարբերակի հետ։ Երրորդը հնարավոր արտաքին ազդեցության վարկածն է, ըստ որի ողբերգությունը կարող էր խափանել տարածաշրջանային գործընթացներ կամ ծառայել արտաքին շահերի։ Բայց այս բոլոր ուղղությունների շուրջ պետք է կրկնել ամենակարևոր սահմանը։ Դրանք վարկածներ են։ Դատական կարգով ապացուցված չէ, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպվել է Ռոբերտ Քոչարյանի կամ նրա շրջապատի կողմից։ Դատական կարգով ապացուցված չէ նաև, որ Մեղրիի տարբերակը եղել է հարձակման անմիջական պատճառ։ Դատական կարգով ապացուցված չէ արտաքին պատվիրատուի վարկածը։ Փաստը կատարողների դատապարտումն է։ Վարկածը այն հարցը, թե արդյոք կատարողներից վերև կանգնած էր մեկ ուրիշ կամ մեկ ուրիշների խումբ։ Եվ այստեղ է, որ արխիվը սկսում է նայել մեզ, ոչ թե մենք նրան։ Արխիվը հարցնում է, ինչու որոշ ուղղություններ չհասան վերջնական հանրային բացահայտման։ Արխիվը հարցնում է, ինչու տաճու տարիներ անց զոհերի հարազատները ստիպված եղան նորից պայքարել գործի անջատված մասիվի վերաբացման համար։ Արխիվը հարցնում է, ինչու դատավճիռը չդարձավ հասարակության համար վստահության վերջակետ։ Քաղաքական համակարգերը հաճախ սիրում են ասել, ամեն ինչ կա փաստաթղթերում, բայց հենց փաստաթղթերում երբեմն երևում է, թե ինչ չկա։ Որտեղ դադարել է հարցը, որտեղ փոխվել է քննության ուղղությունը, որտեղ դատական պատասխանն ավելի նեղ է, քան հանրային կասկածը։ Եվ երբ փաստաթուղթը չի պատասխանում, լռությունը դառնում է երկրորդ փաստաթուղթ։ Գեղարվեստական, ոչ փաստական պատկերով կարելի է պատկերացնել արխիվային սենյակ, որտեղ լույսը միշտ մի փոքր ուշ է վառվում։ Դարակներում գորշ թղթապանակներ են, որոնց վրա գրված են անուններ, տարիներ, որոշումներ, կարճման ամսաթվեր, վերաբացման նշումներ։ Մի թղթապանակի մեջ հարցաքննություն է, մյուսում դատական որոշում, երրորդում բողոք, չորրորդում հին հաղորդագրություն։ Եվ ամեն ինչ կարծես տեղում է, բայց սենյակում կա բացակայության հոտ։ Կարծես ինչ-որ էջ ժամանակին հանվել է ոչ թե թղթից, այլ երկրի հիշողությունից։ Սա գեղարվեստական պատկեր է, ոչ փաստ։ Բայց հենց այդպիսի զգացողություն է ծնվում, երբ պատմության ամենածանր հարցերից մեկը շարունակում է կախված մնալ փաստաթղթերի եւ հանրային անվստահության միջև։ Հաստատված փաստերի շերտում Վազգեն Սարգսյան եւ Կարեն Դեմիրճյան զույգը հոկտեմբերի 27-ից առաջ պետության երկու հենասյուներից էին։ Սարգսյանը վարչապետ էր, Դեմիրճյանը ազգային ժողովի նախագահ։ Նրանց դաշինքը հաղթել էր խորհրդարանական ընտրություններում։ Դաշինքը հրապարակային էր եւ կոչվում էր Միասնություն։ Այն ձևավորվել էր ոչ թե ստվերում, այլ քաղաքական դաշտի կենտրոնում։ Բայց դրա հետևանքը այն էր, որ իշխանության ծանրության մի հատված տեղափոխվել էր դեպի կառավարություն եւ խորհրդարան։ Վարկածների շերտում սա նշանակում է, որ նրանց հեռացումը փոխեց իշխանության հավասարակշռությունը։ Հետագայում Ռոբերտ Քոչարյանի դիրքերը աստիճանաբար ամրապնդվեցին։ Սա քաղաքական հետևանքի մասին վերլուծական եզրակացություն է,
բայց դրանից չի բխում իրավական մեղադրանք։ Քաղաքական շահառու լինելը նույնը չէ, ինչ հանցավոր կազմակերպիչ լինելը։ Այս տարբերությունը անհրաժեշտ է պահել այնքան հստակ, որքան վիրաբույժը պահում է սուր գործիքը։ Եվ սակայն հենց այստեղ է ծնվում այս պատմության գլխավոր մութ ձևակերպումը։ Ով էր իրական շահառուն, ոչ թե դատարանի լեզվով մեղավոր, ոչ թե ապացուցված պատվիրատու, այլ քաղաքական իմաստով այն ուժը, որը հաղթեց դատարկությունից հետո։ Եթե խոսենք հաստատված փաստերով, ապա հոկտեմբերի 27-ից հետո միասնության կենդանի առանցքը վերացավ։ Վազգեն Սարգսյանը այլևս չէր կարող ղեկավարել կառավարությունը, Կարեն Դեմիրճյանը այլևս չէր կարող ղեկավարել խորհրդարանը։ Այն երկկենտրոն համակարգը, որը ձևավորվել էր նրանց շուրջ, կորցրեց իր հիմնական դեմքերը։ Հետագայում նախագահական կենտրոնի դիրքերը ամրապնդվեցին։ Սա փաստերի եւ վերլուծության սահմանագծին կանգնած նկարագրություն է։ Եթե խոսենք վարկածների լեզվով, ապա որոշ վերլուծաբաններ եւ ընդդիմադիր գործիչներ տարիներ շարունակ ասել են, որ հենց այս փոփոխությունն է ստիպում հարցնել ում էր ձեռնտու։ Բայց վարկածը չի կարող փոխարինել ապացույցին։ Իսկ եթե խոսենք գեղարվեստական, ոչ փաստական լեզվով, ապա այս պատմության գլխավոր չարագործը ոչ թե մեկ անուն է, այլ փակ իշխանության մեխանիզմը։ Այն համակարգը, որտեղ դաշինքները ծնվում են հրապարակում, բայց վախերը աճում են փակ սենյակներում։ Այն համակարգը, որտեղ արխիվները բացվում են ուշ, էջերը խոսում են կիսատ, եւ ժողովուրդը ստիպված է տարիներով տարբերել փաստը ստվերից։ Սա գեղարվեստական ընդհանրացում է, ոչ դատական եզրակացություն։ Վերլուծական եւ գեղարվեստական մակարդակում կարելի է ասել, որ հոկտեմբերի 27-ից հետո փակ եւ ոչ լիովին թափանցիկ կառավարման տրամաբանությունը քաղաքականորեն ամրապնդվեց։ Երբ երկու ուժեղ կենտրոնների ղեկավարները վերացան քաղաքական դաշտից, հասարակության առջև մնաց ոչ թե ամբողջական վստահություն ստեղծող բացատրություն, այլ ճշմարտության շուրջ երկարատև պայքար։ Իշխանությունը կարող էր հղում անել դատավճռին, իսկ հասարակության մի մասը շարունակում էր հարցնել, արդյոք բոլոր հանգամանքներն են բացահայտվել։ Որովհետև երբ երկու ուժեղ կենտրոնները վերացան, մնաց ոչ թե ամբողջական ճշմարտություն, այլ ճշմարտության հանդեպ վերահսկողության պայքար։ Մնաց այն իշխանությունը, որը կարող էր ասել դատարանը խոսել է, եւ մնաց հասարակությունը, որը պատասխանում էր, բայց ոչ բոլոր հարցերին։ Արխիվը այդ պահին դարձավ իշխանության հակառակ հայելին։ Նա ցույց էր տալիս ոչ միայն ինչ է արձանագրված, այլ նաև ինչի մասին դեռ վախենում է խոսել։ Իսկ երբ պետությունը վախենում է իր իսկ արխիվից, նշանակում է անցյալը դեռ չի անցել։ Գլուխ 8-րդ։ Մարմինը, որին իշխանությունը սովորեցրեց լռել, իշխանությունը մարդու դեմքը փոխում է ավելի շուտ, քան կենսագրությունը։ Սկզբում փոխվում է հայացքը, այն դառնում է ավելի դանդաղ, ավելի ծանր, ավելի կասկածող։ Հետո փոխվում է քայլվածքը, մարդը սկսում է քայլել այնպես, կարծես յուրաքանչյուր սենյակում նախ տեսնում է ոչ թե մարդկանց, այլ նրանց հնարավոր դիրքերը։ Հետո փոխվում է մարմնի լռությունը, այն այլևս չի հանգստանում նույնիսկ այն պահին, երբ նստած է։ Իշխանության տարիները մարմնի վրա թողնում մնում են ոչ թե միայն հոգնածություն, այլ նաև մշտական սպասում, ինչ որ բան կարող է պատահել հենց հիմա։ Վազգեն Սարգսյանի դեպքում այդ փոփոխությունը առանձնահատուկ էր, որովհետև նրա մարմինը արդեն անցել էր պատերազմի միջով։ Նա հայկական հանրային հիշողության մեջ մնացել էր որպես կոշտ, հրամանատարական, ծանր ներկայություն ունեցող մարդ։ Բայց պատերազմի ուժը եւ պետական իշխանության ծանրությունը տարբեր բաներ են։ Պատերազմում մարմինը սովորում է վտանգը տեսնել դրսից։ Իշխանության մեջ մարմինը սկսում է զգալ վտանգը ներսից։ Այն գալիս է ոչ թե միայն հակառակորդի կողմից, այլ դաշնակցի լռությունից, սեղանի շուրջ անավարտ ժպիտից, պաշտոնական խոսքի տակ թաքնված հաշվարկից։ Հաստատված փաստ է, որ Վազգեն Սարգսյանը երկար տարիներ եղել է պաշտպանության նախարար, համարվել է բանակի ստեղծման գլխավոր դեմքերից մեկը, իսկ 1999 թվականի հունիսին դարձել է վարչապետ։ Այս անցումը ռազմական գերատեսչությունից դեպի կառավարության ղեկավարի աթոռ պարզապես պաշտոնական վերադասավորում չէր։ Դա նաև իշխանության բնույթի փոփոխություն էր։ Նախկին հրամանատարական լեզուն պետք է հանդիպեր բյուջեի, սոցիալական ճգնաժամի, տնտեսական սպասումների, խորհրդարանական հարցերի եւ միջազգային բանակցությունների լեզվին։ Վարկածների շերտում կարելի է ասել, որ այդ ամիսներին Սին Սարգսյանը հայտնվել էր մի համակարգում, որտեղ իր ուժը միաժամանակ անհրաժեշտ էր եւ վախեցնող։ Նա պետք էր պետությանը որպես կայունության երաշխավոր, բայց հենց այդ պատճառով կարող էր դառնալ անհարմար նրանց համար, ովքեր չէին ցանկանում տեսնել չափազանց ինքնուրույն վարչապետ։
Այս վարկածը բխում է քաղաքական կառուցվածքից, բայց չունի այնպիսի փաստաթուղթ, որը ամբողջությամբ բացի նրա ներքին հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի հետ այդ ամիսներին։ Գեղարվեստական, ոչ փաստական պատկերով կարելի է պատկերացնել Վազգեն Սարգսյանի դեմքը կառավարության սեղանի մոտ։ Ոչ թե մարտական հրապարակում, ոչ թե զորամասում, այլ փակ սենյակում, որտեղ խոսում են պարտքերի, նախարարների, ծրագրերի, արտաքին ճնշումների, խորհրդարանական մեծամասնության և նախագահի հետ հավասարակշռության մասին։ Նրա հայացքը կարող էր մնալ նույն կոշտը, բայց ներսում փոխվել էր մարտադաշտը։ Այժմ ամեն մարդ, որ մտնում էր սենյակ, բերում էր ոչ թե զենքի ձայն, այլ հաշվարկի լռություն։ Սա գեղարվեստական պատկեր է, ոչ փաստական վկայություն։ Կարեն Դեմիրճյանի մարմինը իշխանության այլ պատմություն էր պատմում։ Նա իշխանության մարդ էր հին իմաստով, երկար տարիների կառավարման փորձով, պետական արարողակարգի ծանրությամբ, խորհրդային համակարգի կարգուկանոնի հիշողությամբ։ Նրա հայացքում կար անցյալի վստահություն, բայց 1999 թվականի Հայաստանը արդեն այլ երկիր էր։ Նոր իշխանությունը ավելի կոշտ էր, փողի և ուժային կապերի դերը ավելի ակնհայտ էր, քաղաքական մրցակցությունը ավելի անողոք էր, և պետության ներսում հին կարգապահությունը այլևս չէր պաշտպանում այնպես, ինչպես երբեմն պաշտպանում էր խորհրդային համակարգի վերին սանդուղքը։ Հաստատված փաստ է, որ Կարեն Դեմիրճյանը 1998 թվականի նախագահական ընտրություններում եղել է Ռոբերտ Քոչարյանի գլխավոր մրցակիցը, իսկ 1999 թվականին Վազգեն Սարգսյանի հետ ձևավորել էր Միասնություն դաշինքի առանցքը և դարձել Ազգային ժողովի նախագահ։ Այդ վերադարձը պաշտոնական էր, հանրային և քաղաքականապես ծանրակշիռ։ Վարկածների շերտում նրա վերադարձը կարող էր ընկալվել որպես ապագա այլընտրանքի հիմք։ Եթե Դեմիրճյանը մնար խորհրդարանում, եթե Սարգսյանը մնար կառավարությունում, եթե Միասնությունը պահպաներ իր ուժը, ապա հետագա նախագահական ցիկլում Քոչարյանը կարող էր բախվել շատ ավելի բարդ ներիշխանական մրցակցության։ Սա վերլուծական ենթադրություն է, այն չի ապացուցում որևէ հանցավոր ծրագիր, բայց բացատրում է, թե ինչու Դեմիրճյանի ներկայությունը իշխանության վերին հարկերում կարող էր անհանգստացնել տարբեր կենտրոնների։ Իշխանության ֆիզիոլոգիան այստեղ բացվում է 3 կերպարների միջոցով։ Քոչարյանի մարմինը պետության մեջ կանգնած էր որպես նախագահական կենտրոնի մարմին։ Նա սահմանադրականորեն ուժեղ պաշտոն ուներ, Ղարաբաղյան քաղաքական փորձ, կոշտ առաջնորդի կերպար։ Բայց 1999 թվականի ամռանը նրա դիմաց բարձրացել էր զույգ, որը չուներ նախագահի աթոռը, բայց ուներ 2 ծանր հենարան՝ կառավարություն և խորհրդարան։ Այսպիսի իրավիճակում նույնիսկ ամենաուժեղ նախագահը սկսում է նայել ոչ միայն ընդդիմությանը, այլ նաև սեփական համակարգի ներսը։ Ո՞վ է ում հետ խոսում, ո՞վ է ում լսում, ո՞վ է վաղը կարողանալու կանգնել ժողովրդի առաջ և ասել իշխանության իրական ծանրությունն այստեղ է։ Սարգսյանի մարմինը կրում էր պատերազմի ուժի և վարչապետական պատասխանատվության բախումը։ Դեմիրճյանի մարմինը կրում էր վերադարձած անցյալի և նոր Հայաստանի անվստահության բախումը։ Քոչարյանի մարմինը կրում էր նախագահական իշխանության և աճող հակակշռի բախումը։ Սրանք գեղարվեստական դիտարկումներ են, ոչ բժշկական եզրակացություններ։ Մենք չունենք բժշկական գաղտնի փաստաթուղթ, որը կարող է բացել նրանց ներքին վիճակը այդ օրերին։ Բայց քաղաքական ֆիզիոլոգիան երբեմն տեսանելի է ոչ թե բժշկական թղթում, այլ ցահայացքի ծանրության մեջ, խոսքի դանդաղման մեջ, լռության երկության մեջ, լռության երկարության մեջ։ Մեդիցինական գաղտնիքների թեման այս պատմության մեջ պետք է հասկանալ լայն իմաստով։ Խոսքը ոչ թե անձնական բժշկական ախտորոշումների մասին է, որոնց վերաբերյալ հաստատված հրապարակային փաստեր չկան։ Խոսքը իշխանության այն հոգնածության մասին է, որը դառնում է պետական գաղտնիք։ Երբ ղեկավարները չեն կարող թույլ տալ, որ իրենց տեսնեն թույլ։ Երբ հիվանդությունը, հոգնածությունը, նյարդային լարվածությունը, անքնությունը կամ անվստահությունը դառնում են ոչ թե մարդկային վիճակ, այլ քաղաքական ռիսկ։ Այդպիսի համակարգերում մարմինը սկսում է ստել։ Դեմքը պահում է ամրություն, ձայնը վերահսկողություն, ուն քայլը վստահություն, բայց ներսում կուտակվում է այն լարվածությունը, որը ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի արձանագրում։ Հաստատված փաստերով մենք կարող ենք ասել միայն քաղաքական դիրքերը։ Սարգսյանը վարչապետ էր, Դեմիրճյանը ազգային ժողովի նախագահ, Քոչարյանը նախագահ, Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության նախարար էր, Նայիրի Հունանյանը զինված խմբի ղեկավարն էր և հետագայում դատապարտվեց։ Մենք չենք կարող պնդել որևէ անձի բժշկական վիճակի մասին, եթե դա հաստատված չէ փաստաթղթով։
Վարկածների շերտում կարող ենք խոսել հոգեբանական եւ համակարգային ճնշման մասին։ Երկու կենտրոն ունեցող իշխանությունը ստեղծում է մշտական լարվածություն։ Վարչապետը եւ խորհրդարանի նախագահը ուժեղ են, նախագահը նույնպես ուժեղ է, անվտանգության համակարգը իր սեփական տրամաբանությունն ունի, իսկ հասարակությունը սպասում է արագ փոփոխությունների։ Այդպիսի միջավայրում վստահությունը սկսում է քայքայվել ոչ թե միանգամից, այլ օր առ օր։ Գեղարվեստական, ոչ փաստական պատկերով կարելի է պատկերացնել իշխանության վերին հարկը որպես հիվանդանոց առանց բժիշկների։ Բոլորը գիտեն, որ համակարգի ճնշումը բարձր է, բայց ոչ ոք չի ասում պետք է կանգ առնել։ Բոլորը տեսնում են, որ մարմինը հոգնում է, բայց պաշտոնը պահանջում է անսասան դեմք։ Բոլորը հասկանում են, որ ներսում ինչ-որ բան թուլանում է, բայց արտաքինից դեռ պահպանվում է պետական ժեստերի կարգուկանոնը։ Սա ոչ փաստ է, այլ պատկեր, որը ցույց է տալիս իշխանության ֆիզիոլոգիան։ Այդ քաղաքական լարվածության մեջ նախկին դաշնակցային հարաբերությունները կարող էին վերածվել փոխադարձ անվստահության։ Երբ 1 տարի առաջ նույն կողմում կանգնած գործիչները սկսում են հաշվարկել միմյանց ազդեցությունը, Վազգեն Սարգսյանի, Քոչարյանի նախկին մրցակից Կարեն Դեմիրճյանի հետ դաշինքը կարող էր ընկալվել որպես նախագահի մանևրային դաշտը սահմանափակող քայլ։ Սա վերլուծական ենթադրություն է, ոչ փաստական ապացույց որևէ հանցավոր մտադրության մասին։ Այն սկսվում է այն պահից, երբ նախկին դաշնակիցը այլևս չի վստահում քեզ այնպես, ինչպես երեկ։ Երբ 1 տարի առաջ նույն կողմում կանգնած մարդիկ այսօր սկսում են հաշվել միմյանց ազդեցությունը, երբ Սարգսյանը, որը աջակցել էր Քոչարյանի իշխանության գալուն, դաշինք է կազմում Քոչարյանի նախկին մրցակցի հետ։ Երբ Քոչարյանի համար այդ քայլը կարող էր թվալ ոչ թե պարզապես նախընտրական տեխնիկա, այլ ապագա սահմանափակման ազդանշան։ Երբ Դեմիրճյանը դառնում է ոչ միայն գործընկեր, այլ նաև լեգիտիմության այն աղբյուրը, որը կարող էր փոխել ամբողջ խաղը։ Հաստատված փաստը սա է. Սարգսյանն ու Դեմիրճյանը միասին ձևավորեցին հրապարակային դաշինք։ Վարկածը սա է. այդ դաշինքը կարող էր ստեղծվել Քոչարյանի իշխանությունը հավասարակշռելու համար։ Գեղարվեստական, ոչ փաստական ձևակերպումը սա է. իշխանության մարմինը զգաց, որ իր ներսում աճում է երկրորդ սիրտը, եւ այդ երկրորդ սրտի զարկերը սկսեցին վախեցնել առաջինին։ Բայց պատմության ամենասառը մասը այն է, որ հոկտեմբերի 27-ից հետո այդ երկրորդ սիրտը լռեց։ Եվ երբ լռեց, պետության մարմինը ոչ թե առողջացավ, այլ սովորեց ապրել մի մեծ չասված ցավով։ Գլուխ 9. Վերջին շեմը եւ Շահառուի ստվերը։ Վերջին ժամերի մասին խոսելիս պատմությունը միշտ դառնում է ավելի խիստ, ոչ որովհետև մենք գիտենք ամեն ինչ, այլ որովհետև գիտենք, թե ինչ է լինելու հետո։ Ամեն նախադասություն, ամեն նիստ, ամեն այց, ամեն ուշացած բացատրություն սկսում է երևալ վերջի լույսի տակ։ Բայց այդ լույսը վտանգավոր է։ Այն կարող է մեզ ստիպել սովորական փաստերը կարդալ որպես կանխանշաններ, իսկ պատահական համընկնումները որպես ապացույցներ։ Այդ պատճառով այստեղ կրկին պետք է պահել 3 շերտերը. հաստատված փաստեր, վարկածներ, գեղարվեստական, ոչ փաստական պատկեր։ Հաստատված փաստ է, որ հոկտեմբերի 27-ին ազգային ժողովում ընթանում էր կառավարություն խորհրդարան հարցուպատասխանը։ Հաստատված փաստ է, որ Նաիրի Հունանյանի գլխավորած խումբը ներխուժեց նիստերի դահլիճ։ Հաստատված փաստ է, որ ողբերգաբար ընդհատվեց 8 պաշտոնյաների ճանապարհը՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Լեոյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Հենդրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի եւ Միքայել Քոթանյանի։ Հաստատված փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանը բանակցեց պատանդների ազատման եւ հանձնվելու շուրջ։ Հաստատված փաստ է, որ հետագայում դատարանը դատապարտեց կատարողներին։ Հաստատված փաստ է նաեւ, որ այդ իրադարձությունից հետո Հայաստանի քաղաքական հավասարակշռությունը փոխվեց։ Վարչապետ Սարգսյանը եւ ազգային ժողովի նախագահ Դեմիրճյանը այլևս չկային։ Միասնության կենթանի առանցքը կոտրվեց։ Նախագահական կենտրոնը հետագա տարիներին ամրապնդվեց։ Այս վերջին ձևակերպումը քաղաքական հետևանքի մասին է, ոչ դատական մեղադրանքի։ Վարկածների շերտում հենց այս հետևանքն է դարձել գլխավոր հարցի աղբյուրը։ Ով շահեց։ Ում համար ամենաշատը փոխվեց խաղը։ Ում ճանապարհից հեռացան երկու ծանր հակակշիռները։ Այս հարցը վտանգավոր է, որովհետև այն կարող է հեշտությամբ վերածվել մեղադրանքի։ Բայց հարցը ինքնին դեռ մեղադրանք չէ։ Այն պատմական վերլուծության անհրաժեշտ գործիք է։ Եթե խոսենք քաղաքական Շահառուի մասին, ապա ամենազգույշ եւ փաստերին մոտ ձևակերպումը սա է։ Հոկտեմբերի 27-ից հետո առավել ամրապնդվեց նախագահական իշխանության դաշտը, որովհետև վարչապետ խորհրդարանային ուժեղ բևեռը կորցրեց իր երկու գլխավոր դեմքերին՝
Սա չի ապացուցում որևէ անձի մասնակցություն, սա արձանագրում է հետևանքը։ Եթե խոսենք վարկածների լեզվով, ապա Հայաստանում շատերն այս հետևանքից ելնելով տարիներ շարունակ կասկածել են, որ ողբերգությունը կարող էր կապ ունենալ ներիշխանական պայքարի հետ։ Բայց կրկին, դա վարկած է, դատարանը նման կապը չի հաստատել։ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի մասնակցությունը դատական կարգով ապացուցված չէ, իսկ եթե խոսենք գեղարվեստական, ոչ փաստական լեզվով, ապա այս պատմության գլխավոր շահառուն կարող էր լինել այն ստվերային տրամաբանությունը, որը միշտ հաղթում է, երբ պետության ներսում ուժը չի սահմանափակվում ամբողջական թափանցիկությամբ։ Այդ տրամաբանությունը անուն չունի, բայց ունի սովորություն։ Այն ապրում է կիսաբաց արխիվներում, ուշացած քննություններում, անավարտ արձանագրություններում, վախեցած վկաների հիշողություններում, պաշտոնական նախադասությունների մեջ, որոնք ճիշտ են, բայց բավարար չեն։ Սա գեղարվեստական ընդհանրացում է, ոչ փաստական մեղադրանք։ Այդ ստվերային տրամաբանությունն է այս պատմության գլխավոր չարագործը։ Ոչ թե դատական գործի կոնկրետ անունով մեղադրյալ, այլ քաղաքական ողբերգության խորքային կերպար։ Այն համակարգը, որտեղ դաշնակիցը կարող է մեկ տարվա մեջ վերածվել հակակշռի, հակակշիռը վտանգի, վտանգը փտանգը, փակ հարցի, իսկ փակ հարցը ազգային հիշողության երկար հիվանդության։ Վերջին շեմը սկսվել էր շատ ավելի վաղ, քան հոկտեմբերի 27-ը։ Այն սկսվել էր այն պահին, երբ 1998 թվականի ճգնաժամից հետո իշխանության ներսում ձևավորվեց նոր եռանկյունի։ Քոչարյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան։ Այն շարունակվեց, երբ Քոչարյանը նախագահ դարձավ, իսկ Դեմիրճյանը մնաց նրա ամենախոշոր նախկին մրցակիցը։ Այն սրվեց, երբ Վազգեն Սարգսյանը միավորվեց հենց այդ Դեմիրճյանի հետ։ Այն ամրացավ, երբ միասնությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում։ Այն նյութականացավ, երբ Սարգսյանը դարձավ վարչապետ, Դեմիրճյանը ազգային ժողովի նախագահ։ Եվ այն պայթեց այն օրը, երբ պետության ամենահրապարակային դահլիճում կոտրվեց այդ նոր իշխանական առանցքը։ Հաստատված փաստերը այս գիծը չեն դարձնում դավադրության ապացույց, բայց դրանք դարձնում են քաղաքական դրամայի անշրջանցելի կմախք։ Վարկածները փորձում են այդ կմախքին տալ շարժում, ոմանք ասում են ներիշխանական պայքար, ոմանք Ղարաբաղյան բանակցություններ, ոմանք արտաքին հետք, ոմանք կատարողների ինքնուրույն գործողություն առանց վերևից պատվերի։ Վարկածները փորձում են այդ կմախքին տալ շարժում, ոմանք ասում են ներիշխանական պայքար, ոմանք Ղարաբաղյան բանակցություններ, ոմանք արտաքին հետք, ոմանք էլ պնդում են կատարողների ինքնուրույն գործողության վարկածը առանց վերևից պատվերի ապացուցված լինելու։ Դատարանի վճռով հաստատված իրավական դաշտը վերաբերում է անմիջական կատարողների մեղավորությանը եւ պատժին։ Այն չի տվել հանրային բոլոր հարցերին վերջնական պատասխան, բայց հանրային վստահությունը այդտեղ կանգ չառավ։ Գեղարվեստական, ոչ փաստական պատկերով կարելի է պատկերացնել վերջին շեմը որպես երկար միջանցք, որտեղ 3 դռներ են։ Առաջին դուռը բացվում է դեպի փաստեր, այնտեղ ամեն ինչ սառն է, անունները հստակ են, պաշտոնները նշված են, դատավճիռը կա։ Երկրորդ դուռը բացվում է դեպի վարկածներ, այնտեղ ձայները շատ են, հարցերը խառն են, յուրաքանչյուր պատասխան ունի հակառակ պատասխան։ Երրորդ դուռը բացվում է դեպի հիշողություն, այնտեղ ընտանիքների լռությունն է, հասարակության անվստահությունը, պետության ուշացած բացատրությունները։ Եվ այդ միջանցքի վերջում կանգնած է մեկ հարց. եթե ամեն ինչ բացատրված է, ինչու պատմությունը դեռ չի հանգստանում։ Սա գեղարվեստական պատկեր է, ոչ փաստ։ Պատասխանը կարող է լինել այն, որ հոկտեմբերի 27-ը Հայաստանի համար միայն հանցագործություն չէր, այն իշխանության վստահության կոտրվածք էր։ Այն ցույց տվեց, որ նույնիսկ ամենաբարձր պաշտոնները չեն պաշտպանում մարդուն, եթե համակարգի ներսում թափանցիկությունը, վերահսկողությունը եւ հանրային վստահությունը թուլացած են։ Այն ցույց տվեց, որ դատական պատիժը կարող է լինել անհրաժեշտ, բայց ոչ բավարար, եթե հասարակությունը չի տեսնում ամբողջական բացատրությունը։ Այն ցույց տվեց, որ արխիվը, երբ փակ է մնում, վերածվում է քաղաքական դերակատարի, եւ հենց այստեղ է բացահայտվում դավաճանության ամենախոր իմաստը։ Եթե առաջին հայացքից դավաճանությունը թվում էր Վազգեն Սարգսյանի քայլը Քոչարյանի նախկին մրցակցի Դեմիրճյանի հետ դաշինք կազմելը, ապա ավելի խորքում դավաճանությունը կարող էր լինել այլ բան։ Պետության դավաճանությունը սեփական քաղաքացիների վստահությանը, համակարգի դավաճանությունը իր իսկ հիշողությանը, արխիվների դավաճանությունը ճշմարտության լիակատար բացահայտմանը։ Սա գեղարվեստական եւ վերլուծական ձևակերպում է, ոչ իրավական դատավճիռ։ Հաստատված փաստերի լեզվով ասած,
Սարգսյան Դեմիրճյան դաշինքը հրապարակային էր, հաղթական էր և քաղաքականապես ծանրակշիռ։ Փաստերի և դրանց քաղաքական հետևանքի լեզվով ասած, Սարգսյան Դեմիրճյան դաշինքը հրապարակային էր, հաղթական էր և քաղաքականապես ծանրակշիռ։ Այն իր գոյությամբ նվազեցնում կամ սահմանափակում էր նախագահի միանձնյա մանևրի հնարավորությունը, ստեղծելով ուժեղ կառավարություն խորհրդարանային բևեռ։ Սա վերլուծական նկարագրություն է, ոչ իրավական մեղադրանք։ Այն ուներ վարչապետի աթոռ, խորհրդարանի ամբիոն, զանգվածային աջակցություն և պատերազմի հեղինակություն։ Այդ պատճառով այն չէր կարող լինել երկրորդական երևույթ։ Վարկածների լեզվով ասած, այդ դաշինքը կարող էր ընկալվել որպես ապագա իշխանական վերադասավորման նախերգանք։ Այն կարող էր Քոչարյանի համար լինել ոչ թե պարզապես գործընկերային բեռ, այլ վտանգավոր ապագա։ Բայց այս ընկալումը, եթե նույնիսկ քաղաքականորեն տրամաբանական է, չի հավասարվում հանցավոր մտադրության ապացույցի։ Գեղարվեստական, ոչ փաստական լեզվով ասած, Վազգեն Սարգսյանը ձեռքը դրեց այն դռան բռնակին, որը ինքն էր ժամանակին օգնել բացել Քոչարյանի համար, բայց այս անգամ դռան մյուս կողմում կանգնած էր Կարեն Դեմիրճյանը։ Եվ երբ այդ երկուսը միասին մտան իշխանության մեծ սենյակ, սենյակի օդը փոխվեց։ Ոմանք այնտեղ տեսան փրկություն, ոմանք սպառնալիք, ոմանք ժամանակավոր դաշինք, ոմանք ապագա իշխանափոխության ստվեր։ Սա ոչ փաստ է, այլ պատմության դրամատիկական ընթերցում, իսկ փաստն այն է, որ ամիսներ անց այդ սենյակը դատարկվեց նրանցից։ Հետո մնացին անուններ, մնացին դատական հատորներ, մնացին հարազատների հարցերը, մնացին չհրապարակված կամ վիճարկվող արձանագրությունների մասին խոսակցությունները, մնացին քաղաքական մեղադրանքներ, որոնք դատարանում չհաստատվեցին, մնաց վերաբացված քննություն, մնաց մի պետություն, որը դեռ փորձում է հասկանալ, թե որտեղ ավարտվում է փաստը և որտեղ սկսվում է ստվերը։ Այս երրորդ մասի ավարտին մենք դեռ չենք հասնում վերջնական պատասխանի։ Մենք հասնում ենք ավելի վտանգավոր տեղ, այն կետին, որտեղ փաստերը այլևս բավարար չեն լռեցնելու վարկածները, իսկ վարկածները դեռ բավարար չեն դառնալու փաստ։ Հենց այստեղ է սկսվում իրական կուլմինացիայի սպասումը։ Ոչ թե այն պատճառով, որ պետք է հնչի հեշտ մեղադրանք, այլ որովհետև պետք է բացվի այն, ինչ տարիներ շարունակ փակ է մնացել հանրային վստահության առջև։ Վազգեն Սարգսյանը Քոչարյանի դեմ գաղտնի դաշինք չկազմեց Դեմիրճյանի հետ, սա պետք է կրկնել որպես փաստ։ Դաշինքը հրապարակային էր, բայց այդ հրապարակային քայլը ուներ այնպիսի հետևանք, որը կարող էր փակ սենյակներում կարդացվել որպես մարտահրավեր։ Այն դարձավ իշխանության նոր կենտրոնի ծնունդ։ Իսկ այդ կենտրոնի ոչնչացումը դարձավ Հայաստանի քաղաքական պատմության ամենամեծ, չբացահայտված կասկածներից մեկը։ Գլխավոր շահառուն, եթե խոսենք փաստերի և հետևանքների լեզվով, դարձավ այն ուժային դասավորությունը, որը ամրացավ միասնության առանցքի կորստից հետո։ Գլխավոր չարագործը, եթե խոսենք գեղարվեստական և ոչ փաստական լեզվով, դարձավ փակ համակարգը, իր արխիվային լռությամբ, իր կիսատ պատասխաններով, իր ուշացած քննությաններով, իր ուշացած քննություններով և իր կարողությամբ մարդկանց մահից հետո էլ պահել նրանց որպես քաղաքական վախի մաս։ Եվ հիմա մնում է միայն մեկ բան՝ բացել հաջորդ դուռը։ Այն դուռը, որի հետևում արդեն ոչ թե դաշինքի ծնունդն է, ոչ թե մարմնի հոգնածությունը, ոչ թե արխիվների սառնությունը, այլ վերջնական հարցը. ով էր պահում լռությունը, և ինչու այդ լռությունը այդքան երկար գոյատևեց։ Գլուխ 10-րդ։ Փակ խմբերի շշուկը պետության ներսում ամեն ինչ չէ, որ ունի ցուցանակ։ Կան կուսակցություններ, որոնք հայտարարություն են տարածում, կան դաշինքներ, որոնք գրանցվում են ընտրություններին, կան պաշտոններ, որոնք նշվում են հրամանագրերում, բայց կան նաև ազդեցության անտեսանելի շրջաններ, հին կապեր, ուժային հավատարմություններ, ընկերական պարտքեր, պատերազմի տարիներից մնացած լռություններ, ծառայողական ենթակայություններ, որոնք երբեմն ավելի երկար են ապրում, քան պաշտոնական կառուցվածքները։ Հաստատված փաստերի շերտում մենք կարող ենք ասել հետևյալը. Վազգեն Սարգսյանը պատերազմից եկած գործիչ էր, պաշտպանության նախարար, բանակի ստեղծման գլխավոր դեմքերից մեկը, երկրապահի ազդեցիկ հենարան ունեցող քաղաքական առաջնորդ։ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր, Լեռնային Ղարաբաղից եկած կոշտ իշխանական փորձով։ Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության նախարար էր, և 1998 թվականի ճգնաժամի ժամանակ Քոչարյանի ու Վազգեն Սարգսյանի հետ եղել էր այն ուժային առանցքի մեջ, որը հակադրվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի Ղարաբաղյան գծին։ Կարեն Դեմիրճյանը նախկինում եղել էր խորհրդային Հայաստանի ղեկավար, իսկ 1998 թվականին
Դարձել էր Քոչարյանի գլխավոր մրցակիցը նախագահական ընտրություններում։ Այս փաստերը արդեն նկարում են այնպիսի քաղաքական միջավայր, որտեղ պաշտոնական ինստիտուտները միայն պատմության մի մասն են։ Մյուս մասը ուժային հիշողությունն է, ով ում հետ էր կանգնել ճգնաժամի պահին, ով ում էր պարտական իշխանության վերելքի համար, ով ումից էր սպասում հավատարմություն, եւ ով հանկարծ ընտրեց ուրիշ ճանապարհ։ Վազգեն Սարգսյանի քայլը Դեմիրճյանի հետ հրապարակային դաշինք կազմելու մասին պաշտոնական տեսանկյունից պարզ էր։ Նա մտավ միասնություն դաշինքի մեջ, որը հայտարարվեց 1999 թվականի մարտի 30-ին։ Բայց այդ քայլը ներսից կարող էր ընկալվել ոչ միայն որպես նախընտրական համագործակցություն, այլ որպես ազդանշան ուժային եւ քաղաքական խմբերին։ Նախկին հավասարակշռությունը փոխվում է։ Վարկածների շերտում այստեղ սկսում է գործել փակ խմբերի տրամաբանությունը։ Ոչ թե պարտադիր գաղտնի կազմակերպություններ, ոչ թե անպայման փաստաթղթավորված դավադրություններ, այլ ազդեցության շրջաններ, որոնք ձևավորվել էին պատերազմի, անվտանգության համակարգի, իշխանության ճգնաժամերի եւ անձնական հավատարմությունների շուրջ։ Այդպիսի միջավայրում մեկ դաշինքը կարող է անհանգստացնել բազմաթիվ մարդկանց միաժամանակ։ Ոմանք կարող էին վախենալ իրենց պաշտոնների համար, ոմանք ապագա ազդեցության կորստից, ոմանք այն բանից, որ Սարգսյան-Դեմիրճյան զույգը կդառնա այնքան ուժեղ, որ նախագահի շուրջ ձևավորված հին թիմը կկորցնի իր որոշիչ դերը։ Սա վարկած է, ոչ դատականորեն ապացուցված փաստ։ Դատական վճիռը չի հաստատել, որ որևէ փակ իշխանական խումբ կազմակերպել է հոկտեմբերի 27-ը, բայց քաղաքական պատմությունը պարտավոր է հարցնել, ինչպիսի միջավայրում էր հնարավոր դառնում այդքան մեծ անվստահություն, որ հասարակությունը տարիներ շարունակ չէր հավատում միայն կատարողների պատմությանը։ Գեղարվեստական, ոչ փաստական պատկերով կարելի է պատկերացնել իշխանության վերին հարկը որպես շենք, որի լուսավոր սրահներում խոսում էին միասնության, օրենքի գերակայության եւ սոցիալական ճգնաժամի հաղթահարման մասին, իսկ մութ միջանցքներում մարդիկ հաշվում էին, թե ում ձեռքում է մնալու իրական ուժը։ Մեկը լսում էր նախագահի անունը եւ մտածում էր սահմանադրության մասին, մյուսը լսում էր Վազգեն Սարգսյանի անունը եւ մտածում էր բանակի մասին։ Երրորդը լսում էր Կարեն Դեմիրճյանի անունը եւ մտածում էր ժողովրդի հիշողության մասին։ Սա գեղարվեստական պատկեր է, ոչ փաստ, բայց հենց այդ պատկերն է օգնում հասկանալ 1999 թվականի լարվածությունը։ Միասնությունը միայն ընտրական դաշինք չէր իր հետևանքներով, այն բացեց հարց, ում է պատկանում ապագան՝ նախագահին, վարչապետին, խորհրդարանին, պատերազմից եկած ուժային կապիտալին, թե հասարակական հիշողությանը, որը Դեմիրճյանի անվան մեջ տեսնում էր կորցրած կարգուկանոնի վերադարձը։ Հաստատված փաստ է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ, Կարեն Դեմիրճյանը ազգային ժողովի նախագահ։ Այսպիսով, կառավարությունը եւ խորհրդարանը հայտնվեցին միասնության երկու գլխավոր դեմքերի ձեռքում։ Սա ոչ թե միայն պաշտոնների բաշխում էր, այլ քաղաքական ծանրության տեղափոխություն։ Նախագահական կենտրոնը պահպանվում էր, բայց նրա կողքին բարձրացել էր մեկ այլ կենտրոն՝ տեսանելի, օրինական, ընտրված մեծամասնությամբ հենված։ Հենց այստեղ փակ խմբերի շշուկը կարող էր ուժեղանալ։ Վարկածների շերտում կարելի է ենթադրել, որ ուժային եւ քաղաքական տարբեր շրջանակներ իրենց ապագան կապում էին ոչ թե պետական ծրագրերի, այլ կոնկրետ մարդկանց գոյության հետ։ Եթե վարչապետը Սարգսյանն է, ապագան մեկ ձև ունի։ Եթե ազգային ժողովի նախագահը Դեմիրճյանն է, ապագան այլ լեգիտիմություն է ստանում։ Եթե նախագահը Քոչարյանն է, համակարգի մեջ մնում է ուրիշ ծանրության կենտրոն։ Իսկ եթե այս երեք ուժերը չեն վստահում իրար մինչև վերջ, երկիրը դառնում է ոչ թե կայունացած պետություն, այլ լուռ մրցակցության դաշտ։ Սա չպետք է ներկայացնել որպես ապացուցված դավադրություն, փաստերը այդքան հեռու չեն գնում, բայց փաստերը ցույց են տալիս, որ հոկտեմբերի 27-ից առաջ ուժի, լեգիտիմության եւ իշխանության երեք աղբյուրներ կանգնած էին միմյանց կողքին, առանց ամբողջական վստահության ապացույցի։ Իսկ նման համակարգերում ամեն մարդ սկսում է կարդալ մյուսի քայլը, ոչ թե ըստ խոսքի, այլ ըստ հետևանքի։ Վազգեն Սարգսյանը Դեմիրճյանին ընտրելով կարծես ասում էր, որ ուժը առանց քաղաքացիական վստահության բավարար չէ։ Դեմիրճյանը Սարգսյանին ընտրելով կարծես ասում էր, որ հիշողությունը առանց ուժային պաշտպանվածության չի վերադառնում իշխանություն։ Քոչարյանը մնալով նախագահ ստիպված էր տեսնել, որ իր նախկին մրցակիցը եւ իր երբեմնի առանցքային դաշնակիցը միասին դարձել են երկրի ամենաազդեցիկ զույգերից մեկը։ Գեղարվեստական, ոչ փաստական ձևակերպմամբ դա մի պահ էր, երբ իշխանության շենքում բոլորը լսեցին երկրորդ բանալու ձայնը։
Մինչ այդ գլխավոր դուռը բացվում էր նախագահի ձեռքով։ Հիմա նույն դռան մոտ կանգնած էին նաև վարչապետն ու խորհրդարանի նախագահը։ Եվ ոչ ոք չգիտեր, թե վերջում ով է փակելու դուռը մյուսների հետևից։ Հաստատված փաստերի լեզուն այստեղ կանգ է առնում պաշտոնների եւ իրադարձությունների վրա։ Վարկածների լեզուն հարցնում է խմբերի շահերի մասին։ Գեղարվեստական լեզուն զգում է շենքի ներսի սառնությունը։ Այս երեքը նույնը չեն, բայց եթե մեկը բացակայի, պատմությունը կդառնա կիսատ։ Հոկտեմբերի 27-ից հետո այդ փակ խմբերի մասին խոսակցությունները ոչ թե անհետացան, այլ բազմապատկվեցին։ Քանի որ դատարանը պատժեց անմիջական կատարողներին, բայց հանրային կասկածը շարունակեց փնտրել ավելի խոր շերտ։ Եթե կազմակերպիչներ կային, ովքեր էին նրանք։ Եթե դրդիչներ կային, որտեղ էին նրանց հետքերը։ Եթե ոչ ոք չկար, ինչու հասարակությունը չհավատաց այդ պատասխանին մինչև վերջ։ Եվ եթե գործի անջատված մասը տարիներ անց վերաբացվեց, ուրեմն փակ դարակում դեռ ինչ-որ բան մնացել էր ոչ միայն թղթերի, այլ վստահության մակարդակով։ Այս գլխի պատասխանն այսքանն է. փակ խմբերի մասին հաստատված դատական ճշմարտություն չկա, բայց հաստատված է այն միջավայրը, որտեղ իշխանությունը կենտրոնացած էր ուժեղ անհատների, հին հավատարմությունների և նոր հակակշիռների շուրջ։ Վարկածների դաշտում հենց այդ միջավայրն է դարձնում հոկտեմբերի 27-ը ոչ միայն քրեական, այլ քաղաքական առեղծված։ Իսկ գեղարվեստական, ոչ փաստական շերտում այդ առեղծվածը նման է մութ սրահի, որտեղ յուրաքանչյուր շշուկ կարող էր լինել պարզապես վախ, բայց կարող էր նաև լինել նախազգուշացում։ Գլուխ 11. Հարցազրույցներ, որոնք չփակեցին դուռը։ Ժամանակի ընթացքում պետության մեծ ողբերգությունները սկսում են խոսել ոչ միայն դատական արձանագրություններով, այլ նաև հարցազրույցներով։ Տարիներ են անցնում, և հին պաշտոնյաները հիշում են այն, ինչ նախկինում չէին ասում։ Զոհերի հարազատները կրկնում են այն հարցերը, որոնց պատասխանները իրենց չեն բավարարել։ Քննության մասնակիցները խոսում են խոչընդոտների, բացված ու փակված ուղղությունների մասին։ Քաղաքական գործիչները տալիս են իրենց գնահատականները, երբեմն մեղադրական, երբեմն պաշտպանական, երբեմն բեմն ուշացած։ Բայց հարցազրույցը փաստ չէ ամբողջությամբ։ Այն կարող է պարունակել փաստ, վարկած, հիշողություն, քաղաքական դիրքորոշում և ցավ։ Այդ պատճառով հոկտեմբերի 27-ի թեմայում յուրաքանչյուր խոսք պետք է լսել երկու ականջով։ Մեկով հասկանալու համար, թե ինչ է ասում մարդը, մյուսով տարբերելու համար, թե ինչն է հաստատված, իսկ ինչը ենթադրություն։ Հաստատված փաստ է, որ Անահիտ Բախշյանը տարիներ շարունակ պահանջել է հոկտեմբերի 27-ի գործի ամբողջական բացահայտում։ Հաստատված փաստը, որ նրա և նրա ներկայացուցիչների բողոքի հիման վրա 2019 թվականի դեկտեմբերին գործի անջատված և նախկինում կարճված մասը նորից ուղարկվեց քննության։ Հաստատված փաստ է նաև, որ այդ վերաբացված մասի մասին հետագայում պաշտոնական աղբյուրները խոսել են որպես ընթացիկ կամ ակտիվ քննության։ Այս փաստը կարևոր է, որովհետև այն ցույց է տալիս զոհերի հարազատների ձայնը միայն բարոյական կոչ չէր։ Այն ազդեց իրավական գործընթացի վրա։ Այն ստիպեց փակված դուռը կրկին բացել, թեկուզ ոչ ամբողջությամբ, թեկուզ ուշ, թեկուզ այնպիսի ժամանակ, երբ բազմաթիվ հետքեր արդեն կարող էին մառած լինել։ Վարկածների շերտում Անահիտ Բախշյանի և այլ անձանց հայտարարությունները հաճախ կապվել են հնարավոր կազմակերպիչների, ներիշխանական պայքարի և Ղարաբաղյան կարգավորման, մասնավորապես Մեղրիի տարբերակի թեմայի հետ։ Այդ պնդումները կարևոր են որպես հանրային և քաղաքական հիշողության մաս, բայց դրանք դատականորեն հաստատված վերջնական փաստեր չեն։ Նույնը վերաբերում է նախկին պաշտոնյաների կամ քննության մեջ ներգրավված անձանց հետագա մեկնաբանություններին։ Դրանք կարող են լույս տալ որոշ անկյունների վրա, բայց չեն փոխարինում դատարանի ապացույցների ամբողջական շղթային։ Գագիկ Ջհանգիրյանի անունը ևս հայտնվում է այս պատմության մեջ, որպես գործի քննության առանցքային դեմքերից մեկի անուն։ Հետագայում նա պնդել է, որ կազմակերպիչների ուղղությամբ քննությունը խոչընդոտվել է կամ չի ավարտվել։ Սա կարևոր հայտարարություն է, բայց պետք է հնչի որպես պնդում, ոչ որպես վերջնական դատական եզրակացություն։ Նրա խոսքը պատմության մեջ տեղ ունի, որովհետև գալիս է քննության ներսից, բայց այն նույնպես պետք է ստուտուկվի փաստերի և իրավական նյութերի համեմատ։ Հարցազրույցների ամենածանր հատկությունն այն է, որ դրանք հաճախ բացում են ոչ թե պատասխաններ, այլ նոր հարցեր։ Երբ հարազատը ասում է ամբողջ ճշմարտությունը չի բացվել, նա խոսում է ցավի և անվստահության լեզվով։ Երբ նախկին քննիչը ասում է որոշ ուղղություններ խոչընդոտվել են, նա խոսում է համակարգի ներսի փորձի լեզվով։
Երբ քաղաքական գործիչը մեղադրում է նախկին իշխանության շրջանակներին, նա խոսում է պայքարի եւ գնահատականի լեզվով։ Այս բոլոր ձայները նույն արժեքը չունեն որպես ապացույց, բայց բոլորն էլ ունեն նշանակություն որպես պատմական մթնոլորտ։ Հաստատված փաստերի շերտում մենք կարող ենք ասել միայն այն, ինչ ամուր է։ Դատավճիռը կայացել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին։ Կուսին, անմիջական կատարողները դատապարտվել են։ Գործից անջատված մասը, որը վերաբերում էր հնարավոր կազմակերպիչների ուղղությանը, 2004 թվականին կարճվել է, իսկ 2019 թվականին վերաբացվել։ 2024-ից 2025 թվականների հրապարակումներում նշվել է, որ քննությունը շարունակվում է կամ ակտիվ փուլում է։ Վարկածների շերտում կան բազմաթիվ հարցեր։ Արդյոք Նաիրի Հունանյանի խումբը գործել է ամբողջությամբ ինքնուրույն։ Արդյոք եղել են դրդիչներ։ Արդյոք ներիշխանական պայքարը դեր է ունեցել։ Արդյոք Ղարաբաղյան բանակցությունների փակ օրակարգը ազդել է իրադարձությունների վրա։ Արդյոք արտաքին շահերը կարող էին խառնվել Հայաստանի ներքին ճգնաժամին։ Այս հարցերը կան, բայց դրանցից ոչ մեկը չի դարձել այնպիսի դատականորեն հաստատված փաստ, որը թույլ տար անվանել պատվիրատու կամ կազմակերպիչ անմիջական կատարողներից վերև։ Գեղարվեստական, ոչ փաստական պատկերով կարելի է պատկերացնել հարցազրույցների երկար շղթա, տարիների միջով ձգվող։ Սենյակներում փոխվում են վարողները, փոխվում են տեսախցիկները, փոխվում է երկրի քաղաքական ֆոնը, բայց հարցերը նույնն են մնում։ Մի մարդ ասում է, մենք մինչև վերջ չգիտենք։ Մեկ ուրիշը ասում է, ամեն ինչ պարզ է։ Երրորդը հիշեցնում է չբացված թղթապանակը։ Չորրորդը խոսում է նախագահի կենտրոնի ուժեղացման մասին։ Հինգերորդը զգուշացնում է, որ վարկածը չի կարելի ներկայացնել որպես փաստ։ Եվ այս բոլոր ձայների մեջ ժողովուրդը փորձում է գտնել ոչ թե ամենաբարձր ձայնը, այլ ամենահավաստին։ Սա գեղարվեստական պատկեր է, ոչ փաստական արձանագրություն։ Հարցազրույցները այս պատմության մեջ կատարում են տարօրինակ դեր։ Դրանք պահպանում են հիշողությունը, բայց նաև երկարացնում են անորոշությունը։ Եթե հարցազրույցում հնչում է նոր պնդում, հասարակությունը մի պահ զգում է, որ դուռը վերջապես բացվելու է։ Բայց հետո պարզվում է, որ պնդումը պետք է ստուգվի, փաստաթուղթը պետք է գտնել, ցուցմունքը պետք է համադրել, քաղաքական շահը պետք է առանձնացնել անձնական ցավից։ Եվ դուռը կրկին մնում է կիսաբաց։ Այստեղից էլ ծնվում է հոկտեմբերի 27-ի երկար հոգեբանական հետևանքը։ Երկիրը սովորում է ապրել ոչ թե պատասխանով, այլ հարցի հետ։ Ամեն նոր հարցազրույց դառնում է հին վերքի նոր հպում։ Ամեն նոր պնդում խոստանում է ճեղքել լռությունը, բայց հաճախ ավելացնում է մառախուղը։ Իսկ հասարակությունը շարունակում է սպասել այնպիսի խոսքի, որը կլինի ոչ միայն համոզիչ, այլ ապացուցված։ Հաստատված փաստը ասում է, դաշինքը հրապարակային էր, միասնությունը հաղթեց, Սարգսյանը դարձավ վարչապետ, Դեմիրճյանը ազգային ժողովի նախագահ։ Հոկտեմբերի 27-ին նրանց ճանապարհը ընդհատվեց, դատարանը դատապարտեց կատարողներին, գործի անջատված մասը վերաբացվեց։ Վարկածը ասում է, այդ դաշինքը կարող էր սահմանափակել Քոչարյանի իշխանությունը, եւ դրա երկու առաջնորդների հեռացումը փոխեց իշխանության հավասարակշռությունը։ Բայց վարկածը չի ապացուցում մասնակցություն։ Գեղարվեստական ոչ փաստական շերտը ասում է, հարցազրույցների ամբողջ այս երկար շարանը նման է մի երկրի խոստովանության, որ ինքը դեռ չի կարողանում փակել իր ամենածանր դուռը։ Եվ գուցե հենց այստեղ է ամենակարևոր կետը։ Եթե պատմությունը ամբողջությամբ փակված լիներ հանրային գիտակցության մեջ, հարցազրույցները կդառնային միայն հիշատակի խոսք։ Բայց դրանք դարձան շարունակվող հետաքննության մաս։ Ոչ պաշտոնական, ոչ միշտ իրավական, ոչ միշտ ճշգրիտ, բայց անընդհատ վերադարձող։ Քանի դեռ մարդիկ հարցնում են, նշանակում է վստահությունը դեռ չի վերականգնվել։ Իսկ երբ վստահությունը չի վերականգնվել, պետությունը չի կարող ասել, որ ողբերգությունը մնացել է անցյալում։ Գլուխ 12։ Այցելու, որը եկավ հիշեցնելու։ Կան այցելուներ, որոնք գալիս են ոչ թե դռնով, այլ հիշողությամբ։ Նրանք չեն նստում սեղանի մոտ, չեն տալիս հարցազրույց, չեն ստորագրում փաստաթուղթ։ Նրանք հայտնվում են ամեն տարի նույն օրը, նույն լռության մեջ, նույն հարցերի հետ։ Այդ այցելուն կարող է լինել զոհվածի անունը, կարող է լինել չբացված թղթապանակը, կարող է լինել դատական վճռի այն էջը, որը պատժեց կատարողին, բայց չհանգստացրեց հասարակությանը։ Կարող է լինել մի պարզ հարց, եթե ամեն ինչ բացատրված է, ինչու այս պատմությունը դեռ վերադառնում է։ Հոկտեմբերի 27-ի այցելուն հենց այդ հարցն է։ Հաստատված փաստերի շերտում պատմությունը հասնում է իր վերջնական, բայց ոչ հանգիստ հանգրվանին։ Վազգեն Սարգսյան եւ Կարեն Դեմիրճյան դաշինքը հրապարակային էր, ոչ գաղտնի։
Այն հայտարարվեց 1999 թվականի մարտի 30-ին։ Մայիսի 30-ին Միասնությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում։ Հունիսին Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ։ Կարեն Դեմիրճյանը, ազգային ժողովի նախագահ։ Հոկտեմբերի 27-ին ազգային ժողովում նրանց և ևս 6 պաշտոնյաների երկրային ճանապարհը ողբերգաբար ավարտվեց։ 2003 թվականի դեկտեմբերի 2-ին դատարանը դատապարտեց անմիջական կատարողներին։ 2019 թվականին գործի անջատված և նախկինում կարճված մասը վերաբացվեց։ Այս փաստերը բավարար են պատմության կմախքը կառուցելու համար։ Բայց պատմության հոգին մնում է հարցերի մեջ։ Ինչու Սարգսյանը ընտրեց Դեմիրճյանին։ Ամենահավանական քաղաքական պատասխանը պարզ է։ Դեմիրճյանը Սարգսյանին տալիս էր քաղաքացիական լայն լեգիտիմություն, մեծ ընտրազանգված, խորհրդային Հայաստանի կառավարման փորձի խորհրդանիշ և Քոչարյանի նախկին մրցակցի քաղաքական ծանրությունը։ Սարգսյանը Դեմիրճյանին տալիս էր իշխանության ներս վերադառնալու անվտանգ ճանապարհ, ուժային հենարան և հաղթող դաշինքի հնարավորություն։ Միասին նրանք ստեղծեցին մի կենտրոն, որը փաստացի սահմանափակում էր նախագահական մենաշնորհային մանևրը։ Սա վերլուծական եզրակացություն է, հենված հաստատված փաստերի վրա։ Բայց այն չի նշանակում, որ դաշինքի նպատակը փաստաթղթորեն եղել է Քոչարյանին հեռացնելը։ Այդպիսի փաստաթուղթ հանրային դաշտում չկա։ Ավելի ճիշտ է ասել, դաշինքը հրապարակային էր, իսկ նրա քաղաքական հետևանքը նախագահական կենտրոնին հակակշռող բևեռի ձևավորումն էր։ Ինչու այդ բևեռը մնաց այդքան կարճ։ Այստեղ սկսվում է վարկածների դաշտը։ Մեկ վարկածի համաձայն հոկտեմբերի 27-ը կապված էր ներիշխանական պայքարի հետ։ Մեկ այլ վարկած այն կապում է Ղարաբաղյան կարգավորման փակ քննարկումների հետ։ Երրորդը խոսում է արտաքին հնարավոր շահերի մասին։ Չորրորդը պահպանում է կատարողների ինքնուրույն գործողության հնարավորությունը։ Այս վարկածներից ոչ մեկը դատական մակարդակով չի դարձել այնպիսի փաստ, որը վերջնականապես բացատրի կազմակերպիչների կամ պատվիրատուների հարցը։ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի մասնակցությունը դատական կարգով ապացուցված չէ։ Սա պետք է հնչի հստակ, բայց նույնքան հստակ պետք է հնչի նաև, որ հնարավոր կազմակերպիչների հարցը հանրային ընկալման մեջ չի փակվել, իսկ գործի անջատված մասի վերաբացումը ցույց է տալիս, որ իրավական գործընթացն էլ տարիներ անց վերադարձել է այդ բաց մնացած ուղղությանը։ Գեղարվեստական, ոչ փաստական պատկերով կարելի է ասել, Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը փորձեցին միացնել երկու Հայաստան։ Մեկը պատերազմից եկած խիստ ուժային գոյատևման տրամաբանությամբ, մյուսը հիշողության Հայաստան, որտեղ մարդիկ փնտրում էին կարգուկանոն, սոցիալական պաշտպանվածություն, հին պետական հուսալիության զգացում։ Այդ երկու Հայաստանը միացան միասնություն անունով, բայց նրանց միավորումը դարձավ իշխանության ներսում այնպիսի ծանրություն, որ ամբողջ շենքը սկսեց ճռնչալ։ Սա գեղարվեստական ձևակերպում է, ոչ փաստ։ Այցելուն, որը գալիս է այս պատմության վերջում, չի բերում նոր փաստաթուղթ։ Նա բերում է հայելու պես պարզ հարց։ Եթե պետությունը տեսնում էր, որ մի դաշինք դարձել է իրական ուժային կենտրոն, արդյոք նա կարողացավ պաշտպանել այդ կենտրոնը, այդ ինստիտուտները, այդ մարդկանց, այդ վստահությունը։ Եթե դատարանը պատժեց կատարողներին, արդյոք պետությունը կարողացավ համոզել հասարակությանը, որ ամբողջ ճշմարտությունը բացվել է։ Եթե տարիներ անց գործի մի մասը վերաբացվեց, արդյոք դա ուշացած արդարության ճանապարհ է, թե ապացույց, որ առաջին ավարտը բավարար չէր։ Այս հարցերը չեն մեղադրում, դրանք պահանջում են պատասխան։ Հաստատված փաստերը այսօր ունեն իրենց տեղը, վարկածները իրենցը, գեղարվեստական պատկերները իրենցը, բայց բաց հարցը մնացել է բոլոր շերտերի միջև։ Այդ հարցը չի ենթարկվում ոչ պաշտոնական տարելիցներին, ոչ քաղաքական սեզոններին, ոչ իշխանափոխություններին։ Այն վերադառնում է, որովհետև հոկտեմբերի 27-ը Հայաստանի համար դարձավ ոչ միայն ողբերգական օր, այլ պետության և հասարակության միջև վստահության փորձություն։ Եվ եթե Վազգեն Սարգսյանի քայլը Դեմիրճյանի հետ երբեմն ներկայացվում է որպես Քոչարյանի դեմ գաղտնի դաշինք, ապա պատմության ճշգրիտ լեզուն պետք է ուղղի այդ արտահայտությունը։ Այն գաղտնի չէր, այն հրապարակային էր։ Եվ եթե Վազգեն Սարգսյանի քայլը Դեմիրճյանի հետ երբեմն ներկայացվում է որպես Քոչարյանի դեմ գաղտնի դաշինք, ապա պատմության ճշգրիտ լեզուն պետք է ուղղի այդ արտահայտությունը։ Այն գաղտնի չէր, այն հրապարակային էր, բայց հենց դրա հրապարակայնությունն էր քաղաքական իմաստով ավելի նշանակալի դարձնում այդ քայլը։ Ստվերում ծնված պայմանավորվածությունը կարող է մնալ խոսակցություն, իսկ հրապարակային դաշինքը, որը հաղթում է ընտրություններում, ստանում է կառավարություն և խորհրդարան, դառնում է իշխանության նոր իրականություն։ Ստվերում ծնված պայմանավորվածությունը կարող է մնալ խոսակցություն,
իսկ հրապարակային դաշինքը, որը հաղթում է ընտրություններում, ստանում է կառավարություն եւ խորհրդարան, դառնում է իշխանության նոր իրականություն։ Այդ իրականությունն ապրեց կարճ, բայց նրա ստվերը երկարեց տասնամյակների վրա։ Ֆինալ, հոկտեմբերի 27-ից հետո ընտանիքները մնացին ոչ միայն անձնական կորստի, այլ նաև հանրային հիշողության ծանրության տակ։ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի անունները դարձան ոչ միայն կենսագրություններ, այլ Հայաստանի կիսատ մնացած հնարավորության խորհրդանիշներ։ Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Հենրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի եւ Միքայել Քոթանյանի անունները նույնպես մտան Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Հենրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի եւ Միքայել Քոթանյանի անունները նույնպես մտան այն ցուցակի մեջ, որը պետությունը ամեն տարի հիշում է, իսկ հասարակության մի մասը շարունակում է համարել ոչ ամբողջությամբ բացատրված։ Սարգսյանի թիմը կորցրեց իր գլխավոր դեմքը։ Դեմիրճյանի քաղաքական վերադարձը ընդհատվեց այն պահին, երբ այն արդեն դարձել էր պետական իրողություն։ Միասնություն դաշինքը մնաց առանց այն երկու առաջնորդների, որոնք տալիս էին նրան ուժ, ձև եւ իմաստ։ Երկիրը մտիրը մտավ խորը քաղաքական ճգնաժամի մեջ, իսկ իշխանության հավասարակշռությունը փոխվեց։ Ռոբերտ Քոչարյանը մնաց նախագահի պաշտոնում եւ նրա դիրքերը հետագայում ամրապնդվեցին։ Սա քաղաքական հետևանք է, ոչ դատական մեղադրանք։ Դատարանը տվեց իր պատասխանը կատարողների վերաբերյալ։ Նաիրի Հունանյանն ու խմբի անդամները դատապարտվեցին, բայց հնարավոր կազմակերպիչների եւ դրդիչների հերի հարցը մնաց հանրային անվստահության դաշտում։ 2019 թվականին այդ անչափված եւ նախկինում կարճված մասը նորից ուղարկվեց քննության, եւ տարիներ անց պաշտոնական հաղորդագրությունները շարունակեցին խոսել ընթացքի մասին։ Այսինքն, պատմությունը, որը շատերը ուզում էին համարել փակված, իրավականորեն եւ բարոյապես կրկին բացվեց։ Հայաստանի համար այս ողբերգությունը դարձավ սահմանագիծ, մինչ այդ դեռ հնարավոր էր հավատալ, որ ուժեղ մարդկանց դաշինքը կարող է հավաքել պետությունը։ Հետո պարզվեց, որ եթե ինստիտուտները բավարար չափով թափանցիկ եւ վստահելի չեն, անգամ ամենաուժեղ մարդիկ կարող են հեռանալ։ Իսկ նրանց հետևից մնացած դատարկությունը կարող է տասնամյակներով կառավարել քաղաքական հիշողությունը։ Հաստատված փաստերը մի բան են ասում, վարկածները մեկ այլ բան։ Գեղարվեստական ոչ փաստական հիշողությունը երրորդը։ Բայց երեքն էլ վերադառնում են նույն դռան առաջ։ Վազգեն Սարգսյանը Քոչարյանի դեմ գաղտնի դաշինք չկազմեց Դեմիրճյանի հետ։ Նա հրապարակային ընտրեց մի դաշնակից, որի անունը կարող էր փոխել իշխանության ծանրության կենտրության կենտրոնը։ Դաշինքը կոչվում էր Միասնություն, բայց նրա հետևից մնաց Հայաստանի ամենաերկար բաժանարար գծերից մեկը։ Եվ այսօր, երբ արխիվների փոշին դեռ չի իջել բոլոր էջերի վրա, գլխավոր հարցը շարունակում է մնալ օդում։ Եվ այսօր, երբ արխիվների փոշին դեռ չի իջել բոլոր էջերի վրա, գլխավոր հարցը շարունակում է մնալ օդում։ Ինչ բաց մնացած հանգամանքներ եւ չպատասխանված հարցեր են, մինչեւ հիմա թույլ չեն տալիս հանրային գիտակցությանը փակել հոկտեմբերի 27-ի դուռը։